Աֆրիկայի քարտեզը տեսել եք։ Вообще, հա։ Ձեր մոտ հարց առաջացել է ինչու է Աֆրիկայի քարտեզը տենց պետությունները քառակուսի գծած։ Որտեվ գծել են։ Որտեվ գծել են գաղութարարները։ Բնականության Լկտի գաղութարարները։ Բայց չգծեին։ Դե այդ գծելու հետևանքով փաստորեն Աֆրիկայում լիքը խնդրեմ առաջացրին։ Մինչև հիմա առաջանում է պատերազմներ, ապարտեիդ։ Մինչև այդ խնդիրներ չկար։ Դե կարող է ներսում ավելի բան անեին, էլի իրանք իրանցով ուրիշ մակարդակի, ուրիշ որակի է։ Պրոստը այսքան այնտեղ պետություն տես չկար էլի։ Հիմա տես պետություններ են առաջացա։ Հիմա կարաս ասես շուտ միջազգային տրամաբանությունը նորմերի, հենց է որ եթե ուզում ես մեկի հետ խոսած, պետք է որպես պետություն խոսած, դրա համար սարքում ես պետություն, որ կարողանաս խոսալ։ Առևտուրան է զերծ։ Բայց դե չեն կարող ասենք էլի խոսքի 19-րդ դարից սկսած մինչև հիմա իրանք կարող կազմավորվեն պետությունները իրանց։ Даже 19-ը չէ, շատ ավելի ոնց որ վաղել կարար լիներ, տենց ճանապարհը շատ վաղուց սկսվեր։ Բաներ եղել են, դե պետություններ եղել են։ Այսինքն այնտեղ հնարավոր չի եղել բնական ճանապարհով ինչ որ բան զարգացնել, ուղղակի ինչ որ մի պահից գաղութարարները մտել ու սկսել են այնտեղ անել այն ինչ որ իրանք են։ Շատ բան չեմ նայել։ Բան է, էլի մեկ ինչ երկրներ են դե ակտիվ են, չէ՞, Չինաստանը, Ռուսաստանը հիմա լավ ակտիվ են ախր։ Բոլոր Ֆրանսիան էլ ակտիվ իր նախկին գաղութներում, Անգլիան էլ ակտիվ։ 23-ին էր, չէ՞, որ Նիգերից բան անեցին, ֆրանսիական զորքերը դուրս եկան, այտենց լավ ուրախացել են բան։ Այս վերջերս էր։ Հա, բայց փորձը նաև ցույց է տալի լիք տեղից դուրս են գալի, հետո ասում են խի դուրս եկան, ամեն ինչ էլի քաոսի վերածվեց, իհարկե։ Կամ մեկը դուրս է գալի, մյուսն Նույն ամերիկացի որ բանից Աֆղանստանից դուրս եկան, այսօր քաոս է սկսվում, էլի դուրս չի դուրս եկան, որովհետև սա թալիբներն էին գալի դուրս եկան, որովհետև ձեռ չէր տալի ու մտածում էին արդեն ինստիտուտները նենց են, որ կարան դիմակայություն ցույց տան, ասենք մի 20 օրում միանգամից ռեժիմը փոխվեց։ Տենց էին մտածում։ Ինձ թվում է ակնհայտ էր որ հենց դուրս գան տենց արնելու։ Ինձ թվում է բանը փորձ չէ, էլի ինչ որ կարդում ես, գոնե իմ մոտ այդ տպավորությունն է, որ թանգա էլ չենք ձգում, բայց դե առաջնային է դա, բայց որ էլ բան է, այսինքն որ դուրս գանք պետք է որ յոլա տանեն, գոնե 20 օրում չէին մտածում, էլի որ դա 20-ը չէր եւ ավելի արագ։ Իսկ դա քո ասած փորձը ցույց չի տալիս, որ հա, երբ որ դուրս են գալիս ինչ որ տեղից, այնտեղ անպայման քաոս է սկսվում։ Չէ, փորձը ցույց է տալի, որ փորձը տարբեր է, այսինքն միշտ աշխարհը տարբեր է։ Նայած ոնց են մտել, ոնց են պայել ընթացքում, չէ, մեծ տարբերություն է։ Շատ գծային է չի, այսինքն կարա լավ պայեն քաոսի վերածվի, կարա վատ պայեն, այսինքն միշտ բան է, ինձ թվում է քաղաքականությունը, պատմությունը գծային չի էլի։ Այսինքն կարա երկու նույն ելակետայինով տարբեր քեյսեր ունենանք, հա։ Բանը, հետո լումա դուրս չեն գալի հանում են։ Դրանից հետո կարա կարճ քաոս սկսի, բայց կարա դրանից հետո շատ լավ լինի։ Օրինակ Աֆրիկայի փորձ ցույց է տալի, որ ինչ որ անկախություններից հետո բաներ կան էլի, այսինքն ինչ որ անկախության նույն չգիտեմ Կոնգոյում են Պատրիս Լուլումբա կար, որ տենց պրոսովետական կերպար, հետո ասում են ամերիկացի եւ բելգիացին, որտեղ բելգիական գաղութ էր, սպանությունը բան արեցին, կազմակերպեցին, այնտեղ ուրիշ բանում Տոմաս Սանկարա կար Բուրկինա Ֆասոյում, բանը տենց իրան էլ այնտեղ այդ ֆրանսիացիք բանարին պատվիրեցին, բան ասում էին աֆրիկյան Չէ Գևարան է էլի մարդը։ Այսպես բանը իմ սիրած բաներից էր զբաղմունքներից էր Կորեայում բան էի, սովորում էի այդ խոհանոցը որ ընդհանուր էր, շատ Աֆրիկայից ուսանողներ կային, տենց գնում էի հետները, տենց շփվելու համար խոսում էի, հարցում էի որտեղից են ինչ են։ Ասում են, չգիտեմ, ստեղից ընդդայից ինչ պետք է իմանաս, մեկը սկսում է պատմությունը պատմել, էլի ով է եղել որտեղ իմը, ասենց ասում են, դու որտեղից գիտես։ Ես միշտ անում եմ անուններ հիշելու քո ունակությամբ, անուններ թվեր։ Մենք այսօր քննարկում ենք գաղութներ ու կայսրություններ թեման, ու Աֆրիկան երևի տենց գաղութարար պետությունների բումն է եղել, եվրոպական գաղութարար պետությունների Երևի բոլոր տենց եվրոպական բանպետությունները պրոստը հիմա մի տեսակ վիկտիմիզացված է այդ ամենը, դրա համար ենք իմանա ԱՄՆ-ն էլ է գաղութ եղել կամ Ամերիկան էլ, Ավստրալիան, Կանադան, Լատինական Ամերիկան մինչև հիմա օրինակ շատ բան ասում են տուժված է այդ պատճառով, որ որպես գաղութ մեկը ինքը չնայած օրինակ 19-րդ դարի կեսերին Արգենտինան համարվում էր աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը, էլի, բայց տենց էլ չկարացավ ստաբիլ աճ ապահովի, ասում են, որովհետև տարբեր այդ գաղութ բան տրամաբանությամբ, ինստիտուտների եւ այլնի պատճառով էլի։ Բան կար, այդ խնդալու բան կար, տենց մեմ կար, որ ինչ որ մեկը գրել էր ինչ որտեղ ինտերնետում, տիպը ինչ են
բուրգերը Եգիպտոսում։ Բրիտանացիք չեն կարողացել տանել։ Բրիտանական մուզեյ չեն կարողացել տեղափոխել։ Բայց Լատինական Ամերիկայում տենց զանգվածային սպանություններով, բռնություններով, հա։ Այս Աֆրիկային է մի քիչ բան։ Դե բանը Պարագվայի, նո ցեղեր էլի, աբորիգեն ցեղեր են, դե գուարանիկա բանը, ըստ ձեզ կայսրությունը վատ բան է։ Դե դրա համար է որ սկզբում սկսեցին որ ասում ենք էլի, Հայերփին ասում էր դե այնտեղ տենց վատ է եղել կամ ինձ թվում է պատմական իրադարձություն է, լավա վատ է, այսինքն լավն է կա, վատն է կա։ Հիմա այդ կա ոնց որ նարատիվը այսօրվա նենց է որ մենք չունենք կայսրություններ, չունենք, որովհետև եթե կայսրություն լինի ինքը պետքա մեռնի։ Տենց է մեր խոսակցությունը, էլի։ Ոնց որ բանա, այդ արևմտյան նարատիվը, չէ՞ դա ուրիշ հենց արևմտյան նարատիվը կա, որ սա պոստկոլոնիալիզմ է, իհարկե շատ բաներ է ուրիշ ոչ միայն արևմտյան սկոլարները, նաև ուրիշներն էլ են ասում, բայց եմ ասում դրան զուգահեռ կա որ ամեն ինչ պոստկոլոնիալ աշխարհում է, էլի։ Որ կայսրությունների ոնց որ տենց փլուզվելուց հետո չի նշանակում, որ այդ գաղափարախոսությունը, այդ մտքերը վերանում են, էլի։ Չէ, անկախ ամեն ինչից ոնց որ վերաբերմունք կա, տենց որ կայսրությունը վատ բան է, որը պետքա տապալվի, բայց ոնց որ եթե մենք վերցնենք որ կայսրության մյուս տարբերակը այդ ազգային պետությունն է, ոնց որ ազգային պետությունը շատ նոր բան է, այս կայսրությունները հազարամյակներով գոյություն ունեցող բան, որոնք իրար փոխելով եկել էին, ու արդյոք մենք կարանք այդպես վստահ ասենք որ կայսրությունը վատ բան է ու պետք է իրանից մենք հեռանանք։ Ես չգիտեմ, ես արժե բան անել տարանջատել կայսրությունն ու գաղութը։ Դու հարցերին պատասխան դա ավելի հարցեր են։ Հա, ինձ թվում է, հա, չէ, ես կասեմ հա, որովհետև դիրքորոշում է, էլի։ Որովհետև ես կասեի, որ Պաղեստինը հիմա ոնց որ գաղութ լինի Իսրայելի համար, ու при этом Իսրայելը կայսրություն չի։ Ուզում ասեմ, դու կարաս գաղութ ունենաս առանց կայսրություն լինելու ու երևի թե եթե ես մի պատմություն ավելի լավ իմանայի, ես կարողանայի օրինակ բերել, երբ որ կայսրություններ առանց գաղութների։ Ահա Չեմ հասկանում ինչ են այդ կայսրություն ու գաղութ։ Հավանաբար են տրամաբանության մեջ, որ կայսրությունները, որոնք ասենք բան Եվրոպայում բրիտանական կայսրությունը, որ գաղութ ա ունեցել, ցամաքային գաղութ չի եղել, ասենք ծովային ճանապարհով ա հասել Աֆրիկա ու իր անմիջական հարևանը չի եղել, ավելի երկար ճանապարհով ա գնացել դեպի գաղութացում, իսկ կայսրությունները ոնց որ իրենց միացնում են տարածքներ ու այդ ցամաքային ճանապարհով են։ Նախ գաղութ որպես այդպեսին հիմա հայկական գաղթօջախներ են եղել, նույն բառն է, որը նշանակում է պարզապես բնակավայր, էլի կոլոնի բառ նշանակում է բնակավայր։ Ասենք Հունաստանը մի լիքը կոլոնիաներ ա ունեցել միջերկրական Իտալիայում, նույն չգիտեմ, Հյուսիսային Աֆրիկայում, Կարթագենը որպես ինքնին գաղութ ա եղել, այսինքն բանի այդ փյունիկացիների, որոնք բանն են Հորդանանի ափի մոտ բաներն են, քաղաքակրթությունը հիմնել է գաղութ Հյուսիսային Աֆրիկայում որպես Կարթագեն, ինքը ավելի հաջողված кейս ա եղել։ Հիմա կարելի ասել դա կայսրություն չի, բայց եթե կայսրության կոնտեքստում ենք ասում։ Հա, ոնց որ ինձ թվում է կայսրության կոնտեքստում գաղութը մտնում է, բայց գաղութի կոնտեքստում կայսրությունը պարտադիր է։ Դե գաղութը ընդհանրեն բառը նշանակում է բան, չգիտեմ, ցանկացած իմաստ որ դնես, հիմա եթե կայսրության կոնտեքստում հա կոլոնիան բան է, էլի, կամ մետրոպոլիա։ Արևելյան Հայաստանը գաղութ է եղել ռուսական կայսրության տարածքում։ Բան վիճակ, բայց ինչ թվում է, հա։ Եթե ռուսական կայսրություն ա եղել, եւ այդ հողերը լալինի Ֆինլանդիան, թե արևելյան Հայաստանը, թե Վրաստանը, չեն եղել այդ պատմական Ռուսաստանի հողերի կազմի մեջ եւ եկի գրավել են կամ մետրոպոլիա նրա մասին թե ռուսական կայսրությունը ինչ լոգիկայով էր իր գաղութները կառավարում, որ իրանք տեխնիկապես գաղութ չէին, իրանք դառնում էին հավասար մաս, ոչ թե ոնց որ սովորաբար հավասար մաս երբեն եղել։ Դե ոնց որ իրանք դառնում են նույն ձև Ռուսաստան։ Իսկ Ռուսաստան։ նկատի ունես այդ նահանգի իմաստը, որ ավելի շատ վերաբերվել է ոնց որ իր նահանգ եղել բրիտանական ռաջն ա եղել, չգիտեմ, փոխարքայություն ռեսուրսների դեպի մետրոպոլիա անվերջ հոսք։ Ինձ թվում է բան է, շատ լավ բան ես ասում, այն իմաստը, որ կարող է մեր կոլոնիալ մտածողությունն է, իսկ միշտ այդ կոլոնիալ մտածողությունը թույլ չի տալի հասկանալ, որ դու կոլոնիա ես։ Դից այդ բանը տեսության մեջ կա, էլի, որ այնքան է նստած, որ դու չես բանանում, այդ իշխանության բանը չես ընկալում, բայց ինձ թվում է շատ հստակ է տեղել, այսինքն ամեն ինչով այնտեղ կանոնները, թե դպրոցները ինչպիսին պետք է լինեն, ինչ որ թվից արգելել են առհասարակ եկեղեցում դպրոցները հայկական, չգիտեմ, ինձ թվում է շատ բաներով այդ տոճկեքով թիքա ալնում։ Այդ կայսրության ժամանակ։ Դե հիմա էլ ես օրինակ բան, եթե մի հատ օրինակ եմ մտածում,
Եթե Աֆրիկայի ու մեր պոստկոլոնիալիզմի մասին ենք խոսում, մի հատ լավ գիրք կա, շատ եմ հավանում, գեղարվեստական գիրք կա, Չինուա Աչեբե, նիգերիացի գերող է, գրքի անունը Things Fall Apart, պատմում է այդ նիգերիական իգբոցեղերի մինչև բանը, բրիտանացի գաղութարարների գալը, ոնց են ապրել, ու երբ որ հայտնվում են, սկսում են քրիստոնեություն, ինչ որ ավակ սերնդի մի կերպարի մասին է պատմում, ու բորտին այդպես սերնդային բախման մեջ կա, որ գնում է արդեն սկսում է գաղութարարներից շփվել, նոր գաղափարներ բերել, դա կլինի քրիստոնեություն, բան, ու վերջում ասում է ոնց որ այս գիրքը բան է, մենք գրում ենք որպես տենց էս մարդկանց պատմություն, բայց ասում եմ եթե բրիտանացի ինչ որ մեկի ով որ գաղութարն է գլխավոր այդ ներկայացուցիչը, ասում է ստեղ կգրեր բան վայրի ցեղերի, չգիտեմ, ինչ որ սանձահարում է, էլի էս պատմությունը որ գրեր, ոչ թե ասում է, այլ տենց ինչ որ իր կերպարով իր նոթերն է, ասում սենց է գրում, էլի, ու այդ բանն է գաղութարարության նաև հրաշալի նաև գեղարվեստական լեզու ունի, բայց ես ինչ եմ նաև ասում, ինչ կոնտեքստում։ Մենք ես չգիտենք, չէ, այս ստեղծագործության մասին։ Տենց առանձնապես, չգիտեմ, լսել եք, չեք լսել։ Չէ, լսել։ Հա, ինքը սուպեր հայտնի է, այսինքն ինքը մոտավոր անգլիական բանում դպրոցներում դասավանդվում է։ Ինչի չենք լսել, որովհետև ռուսերեն համարյա չի թարգմանվել եւ բան չի եկել, այսինքն դա մեր կոլոնիալ մտածողության արդյունք է։ Իսկ մենք այդ գիտելիքին հասու չենք, որովհետև ինչ որ մշակութային ստրուկտուրալ բաներ կա, որը, ասենք, չգիտեմ, կայսերական բանը տվել է մեզ, ու մեզ չի ասա ֆիլտրով էլ։ Այդ կարող ասած պուճուր օրինակ լինի, էլ։ Ուղղակի երբ որ ես ասում եմ գաղութ, ես ավելի շատ պատկերացնում եմ այդ աֆրիկյան գաղութները նույն Լատինական Ամերիկայի, բայց կայսրություն ասելուց ես պատկերացնում եմ, նայ գաղութացելուց ես պատկերացնում եմ այն ինչ որ իրենք գաղութացրել են, կայսրություն ասելուց ես պատկերացնում եմ այդ ամբողջ տարածքը, որի մեջ կան տարբեր ժողովուրդներ, տարբեր տարածքներ, ու դրանք միասնական մի տարածքի վրա են։ Նույն Օսմանյան կայսրություն ասելուց ես պատկերացնում եմ այդ մեծ տարածքը, որտեղ կան տարբեր ժողովուրդներ, իրենց տարածքի վրա ապրում են, ուղղակի միացել են այդ մի կառավարող բան։ Պետք է ուրիշ տարածք լինի, որ գաղութ չլինի, այսինքն։ Որ գաղութ լինի երևի այդ։ Գաղութ լինի։ Ես տենց եմ պատկերացնում, չգիտեմ ոնց է բան, բայց համել ուզում եի հարցնել արդյոք կայսրությունները բոլոր ոնց որ եվրոպացի գաղութարարները ավելի շատ իրենց գաղութացրած տարածքներում ավելի շատ բռնություններ են արել, ոնց որ չգիտեմ ցեղասպանություններ են արել, այնտեղից մարդկանց քշել են, իրենց ժողովրդին բերել, տեղավորել են այդտեղ, մի հատ նոր համակարգ են այդտեղ ստեղծել, իսկ կայսրությունների դեպքում հա ցեղասպանություն ոնց որ եղել է Օսմանյան կայսրության տարածքում, բայց ինքը սկզբնական շրջանում արդյոք փորձել է բոլոր տարածքներից քշել ժողովուրդներին ու մենակ ասենք թյուրքերին բնակել։ Ինչն չէր կարա իրականում։ Մի քիչ թվում է տրամաբանության այդ բան կա, խնդրեմ։ Ու նախ մեջի որ բոլոր կայսրություններն են այդ indigenous տեղի աբորիգեն բնակչության անպայման մի բան արել, իսկ եղել է որ տենց ինչ որ պայի երկար ժամանակ իրար այդ համատեղ կենցաղավարել են։ Նույն Ամերիկայում կարելի է գտնել երկար տարիներ, այսինքն 13 գաղութից այն կողմ բան չեն արել, էլի 13 նահանգներից այն կողմ, հետո ինչ որ ժամանակ անց սկսել են ընդլայնվել։ Բայց նաև զուգահեռ հենց քո ասած այդ կայսրությանը լինի ռուսական, օսմանյան, նաև այդ տարածքային նույն սովետական միությունում այդ այսպես ասած ժողովուրդների շարժը ապահովել են, ասենք նույն այդ չերքեզները ըստ էության ռուսական կայսրության կազմում են եղել, բայց հիմա Թուրքիայում ավելի շատ չերքեզ կա, ինչի որովհետև մահմեդական են եղել, ռուսները ինչ որ նույնիսկ ասում են ցեղասպանություն են կազմակերպել։ Այդ հարցը արդյոք բանա սովետը կայսրություն էր, որտեվ այդ այդքան միանշանակ չի իմ համար։ Այսինքն вообще դրա մասի խոսակցությունը սկսել է սառը պատերազմին, միջև այդ տես խոսակցությունը ասոբը չկար ու ինքը մի քիչ ռոպագանդայի բան ուներ։ Ցանկացած, հա, ճիշտ է։ Ուզում ասեմ, քանի որ պատկերը միշտ չի էլի որ հստակ է, դրա համար Դες նայ, օրինակ նույն բան տեղափոխումները, հա, նույն դեպարտացիաները, առաջի դեպարտացիաներից մեկը կազակների հանդեպ էր, որոնք ռուս էին։ Այսինքն ինքը մետրոպոլիայի բնակչության հանդեպ էր տեղափոխում կայացրել։ Մեկ այդ հարցն է, մեկ այն հարցն է, որ իրոք բաներ ոնց որ տենց ասած մյուս ռեսպուբլիկաները մեծ մասը դատացիոն էին, որ շատ կար պոզիտիվ դիսկրիմինացիա դեպի
կագրած ծայրամասեր, որտեղ պետք էր այդ ազգային ճանապարհորդներ, էլի կան կարծիքներ, որ էդ էլ ոնց որ ասիմիլյացիային էս տարբերակեր, որ դու տենց պրոստը որ լավ վերաբերվեն քեզ, կպնեն ու հետո մարդիկ ռոպագանդան տարածեն արդեն իրանց լեզվով, տենց բաներ։ Հա, ասած սենա, որ շատ հարցերում այդ բանը էլի սովետը հակա կայսրական էր։ Ու այսօրվա վրան որպես կայսրություն դիտարկել ինձ թվում է մի ակադեմիկ արցան ինձով եթե հիմա սովետական խորհուրդ ԽՍՀՄ-ը էլի կայսրություն բառը չկա մա բրիտանական կայսրության վրա էլ որ կայսրությունը չլներ կարանք վիճեինք ում ասում էր գիտակցությունում էլի տպվել որ դա կայսրություն է բայց կարանք քննարկենք իսկ եթե ելնենք այն տեսանկյունից որ խորհրդային միությունը ռուսական դպրոցներն էր ռուսական դպրոցներ էր բացում լեզուն պետքա ռուսերեն լիներ ոնց որ ամեն ինչ մի ազգի ու մի կառավարող որ ժամանակաշրջանում մինչև գիտե 30-ականները դաժե 30-ականների ավելի ուշ ուզում հասկամ ինչ է մեզ տալու դա մեզ ոչ մի բան ստիպել չի բան չի տալի քննարկում ենք էլի չէ դե եթե բան չի տալիս ինչի ենք ուզում ասեմ դա քննարկում են իմաստով որ օքեյ ինչ տարբերություն օրինակ այն իմաստով հասկանալու այդ կայսերական մտածողությունը փոխանցվել է խորհրդային միությանը եւ դրանից հետո փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությանը պլյուս արդյոք մենք եղել ենք սովետի ժամանակ գաղութ թե մենք եղել ենք լրիվ ավտոնոմ ռեսպուբլիկա քննարկենք ոչ թե այսինքն ինքը այդ Բեյջիկը ունի կայսրության թե չէ էլի այսինքն մեր հարաբերությունները որպես այդպեսին մետրոպոլիա գաղութի դրամաբանությամբ է եղել այդ հանրապետությունից թվում է չգիտեմ կենտրոնից շատ բան որոշվել է մետրոպոլիա Մոսկվայից այսինքն շատ բան իջեցվել է բնականաբար ինքնավարություն ինքնուրույնություն եղել է բայց շատ գաղութներում պատմությունը ցույց է տալի բրիտանական Հնդկաստանից չգիտեմ ԱՄՆ այդ ամեն ինչը եղել է էլի ինքնուրույնության Բայց նույն ժամանակ մենք եղել ենք դոտացիոն, այսինքն մենք արտադրել ենք ավելի քիչ, քան սպառել ենք, ու նույնիսկ չի որ իրանք հա կար ինչ որ տենց էֆեկտիվության համար, որ ամեն ռեսպուբլիկան իր արտադրական ձևը ունի, մեկը ինչ որ գյուղատնտեսական բաներ արտադրում, մեկը ավելի տենց հավաքող բան է, ու պատճառները դրա հասկանում, բայց при этом բժշկությունն էր զարգանում, կոմոդ գիտությունն էր զարգանում առանձին։ Չէ, ինձ թվում է որ բան է։ Դու համաձայն ես։ Հələ չեմ հասկանում։ Չէ, նկատի ունեմ, որ ասում ես դες այս բժշկությունը զարգանում էր, այս ամեն ինչը զարգանում է, ուրեմն կայսրություն չէ, ինձ թվում է։ Չէ, դե կայսրության մասին չենք արդեն խոսում, այլ հարաբերությունների մասին, այսինքն արդյոք մենք որպես գաղութ ենք անում։ Ինձ թվում է չէ։ Ցանկացած գաղութ, թե նայես գերմանական Աֆրիկա, ֆրանսիական Աֆրիկա, բրիտանական ենթակառուցվածքները զարգանում են, բժշկությունը զարգանում է, ազարույժ բան տեխնոլոգիա փոխանցվում է, այսինքն եթե նայես, չգիտեմ, բանի համակարգը, այդ երկաթգծերի համակարգը, բոլորը գաղութ մետրոպոլիաներն են։ Հիմա մետրոն ստեղ էլի եթե կա նպատակ որ ուզում եմ ասեմ, այնա տրամաբանություն, այո, չի նշանակում եթե դու գաղութ ես, դու պետքա բան լծի տակ ապրես եւ քեզնից բանը քերթեն պրոստը։ Այսինքն լեզվի բանը ես միջավայր չհասցի էր ժամանակ, որ երբ որ բոլշևիկները եկան, իրանց մտածելակերպերն էր, որ նույնիսկ ժամանակաշրջան կար որ պատժվում էին մարդիկ նրա համար որ լեզուն չէր տարածվում բան ազգային լեզուն այսինքն կառավարության մեջ մենակ ռուսներ չէին բոլոր տենց պարտիզանի տենց վերխուշկեքը իրանք կազմված են տարբեր մարդկանցից տարբեր նույն Նազարբաևը նույն Ալիևը իրանք բարձր սովետական էլիտայից էին, իրանք ազգային էլիտայից չէին։ Հեյդար Ալիևի մասին։ Բյուզանդիան կայսրությունում տարբեր ազգերից էին, մենակույններ չէին, Օսմանյան կայսրությունում այդ կառավարությունը, վեզիրները հայ չէին։ Էլի ես տղից երևի կպնդեմ իմ մոտ ցակած այն միտքը, որ ամեն դեպքում կայսրություններն ու գաղութները տենց որոշակի տարբերություն ունեն, որովհետև գաղութների դեպքում ախր ես չեմ հասկանում, գաղութը քո ասած կայսրությունից դուրս է։ Հա, ես էլի կկրկնեմ, որ գաղութ ասելով ես նկատի ունեմ, որ դրանք ցամաքային սահման չունեն ու մի տեղից մի պետություն գնում մի հատ այլ տարածք վերցնում է իր հսկողության տակ, տեղափոխում այնտեղ մարդկանց, այնտեղ ապրողներին։ Ռուսաստանը կայսրություն չէր, չգիտեմ, Մոնղոլիան կայսրություն էր, Բրիտանիան էլ էր կայսրություն, բայց Ռուսաստանի կազմում եղող ժողովուրդները ու տարածքները ոչ այնքան գաղութներ եմ կարողանում ընկալել, որքան դրանց մաս
մաս, որտեղ օրինակ կայսրությունը վարում է մի քաղաքականություն, որտեղ հայերը կարող էին ռուսական կայսրությունում ունենալ զինվորական պաշտոններ կամ այլ պաշտոններ, իսկ օրինակ բանում, չգիտեմ, Նամիբիայում Գերմանիան գնացել ցեղասպանել այդ ժողովուրդներին իր գաղութում, Կոնգոյում, ասում ենք ռուսներն է չերքեզներին արել, ես չեմ հասկանում։ Սա անկեղծ այդ որակական տարբերությունը չեմ հասկանում։ Ինչ թվում է մենք պրոստը ինչ որ մեկին լավ ենք վերաբերվում, ինչ որ մեկին լավ չենք ծանոթ։ Դժվար է ասել, որ դրանից է, այսինքն կայսրությանը լավ են վերաբերվում, չէ, Նամիբիայում գերմանացիները բան են, էլի հսկայական ենթակառուցվածք են ստեղծել, ու շատերը նաև հիմա ասում են, որ իրանց օրինակ Աֆրիկայի համեմատ հնան իրանց բավական միջինը բարձր է անդի աշխուժ։ Գերմանացիները Նամիբիայում ոչնչացրել են այնտեղի բնիկ ցեղերին ու մեծամասնություն համարվող հերերոներն ու նամաները հիմա այնտեղ փոքրամասնություն են ոչնչացրել են գրեթե ամբողջ։ Այդ արգումենտը չի աշխատում, որտեղ նույնը ռուսներն են արել, նույնը օսմանցիներն են արել, թուրքերը, բայց դու ասում ես, որ եթե դուրսն է գաղութը, վերաբերմունքը տենց փոխվում է, բայց քո այսինքն շահունակության տարածքի վրա նույն բաները անում են նաև այլ կայսրություններ, էլի պարտադիր չի դա այդ գաղութը ասված քո տրամաբանությամբ լինի։ Հետո կարանք վերցնենք, էլի իհարկե ստե արգումենտներ կան, բայց նույն Աֆրիկայում Սովետը ագին պայքարել է կոլոնիալիզմի դեմ, լիքը փող ու մարդկային ռեսուրս է ծախսել, որպեսզի դրա դեմ կռվի։ Հա, բայց օքեյ, եւ եկեք բանան, պատճառներն էլ էլի։ Դժվար է պատկերացնել կայսրություն, որը հակակայսրական քայլեր է ձեռնարկում։ Ասենք բանը ԱՄՆ անկախության ամենամեծ ջատագովը եղել է Ֆրանսիան։ Հա։ Եվ իր աջակցության ռազմական աջակցության մարդիկ են գնացել կռվել արիստոկրատիայի եւ այլնի, որ անկախանա։ Ֆրանսիան կլասիկ գաղութ էր, չէ՞, իր կայսրությունների գաղութներով իր։ Իսկ օրինակ իրանց մոտիվացիան, ոնց որ կայսրությունների մոտիվացիան գաղութացնելու ինչ որ տարածքներ, ինչերը կարող են լինել ռեսուրսները, անվտանգությունը, տարածքների ընդլայնումը։ Համարը ոչ մի ռեսուրս չուներ, իրան պետք է։ Ասենք Բրիտանիան տարածքներ ընդլայնելու, ռեսուրսներ վերցնելու, չգիտեմ, կան տենց կայսրություններ, որոնք ռեսուրսներ չվերցնելու համար են բանանում տարածքներ ընդլայնում։ Դե այդ եմ ասում, եթե մենք Սովետը վերցնենք, կակրաստիկի իրանք ռեսուրսները շատ անգամ կենտրոնից դեպի դուրս էին ուղղորդում։ Դե նախ վերաբաշխում, հա, ռեսուրսի կա մի հատ տենց էլի բան, տենց իհարկե հակառուսական մտածելակերպով, բայց տենց բան կար, որ Ռուսաստանի համար տարածքն էր միշտ ստատուսի հարց, որ իրանց համար դա պատվի հարց էր, որ իրանք մեծ տարածք ունեն ու միջև հիմա ոնց որ տրամաբանությունը պահպանվում է, որ մենք 1/6-ն ենք, բան, ոնց որ իրանց համար կարող ռեսուրս այդքան կարևոր չէ, նույն չեմ։ Հա, Սիբիրը օրինակ հա մեծ բաշարներ ունի, բայց ինքը տենց բան չէ, տենց տարածքային առումով նստեղ չէ, որտեղ դու ուզում ես գնաս տուն կառուցես, ապրես, բայց զատո մեծ տարածք էր, որ կարելի էր կպցնել ու տենց եկարներ են։ Դե տենց մենակ ռեսուրսը չէ, այսինքն կարաս ու քո ասած ստատուսն լինի, բան կա էլի Կիպլինգը, որը մեծ ջատագովն է եղել այդ կայսերականության, այս բրիտանական կայսերության։ Սպիտակ մարդու բեռ։ Հա, սպիտակ մարդը, մի քանի լավ ստեղծագործություն է, դա շատ լավ է, այսինքն միտքը հասկանալու է, էլի։ Բան ունի մի հատ էլ Կիմ բան ունի, վեպ է ինքը, չեմ կարդացել ինչ որ մասերը աչքով ընկել, ու ինքը Աֆղանստանի ավելի շատ, ու բանը դե մի հատ արտահայտություն կա, որ այդպես դեից է տարածված, ու մեծ, չգիտեմ, մրցավազք երևի Большая гонка էլի, որը բան Աֆղանստանի այդ տարածքի գաղութային պայքար է Ռուսաստանի, Բրիտանիայի ու այլ տարբեր կայսրությունների, նկամ Ռուսաստան, այսինքն պրոստը շատ դեպքերում ստատուսի բանը են ասում են ռուսերեն, սֆերա վլիանիա ազդեցության գոտու եւ այլն, բնականաբար ռեսուրսը կա, բայց իրանք ոչ թե պայքարում են այդ տարածքի ժողովրդի հետ, այլ պայքարում են մյուս կայսրությունների, այսինքն մեծ կոպիտ ասած տախտա կա, որի վրա տենց բալան ունդեղ նես չէ, էլի, որ ուրիշ փորձում են այնտեղ մանրների հետ լեզու գտնել, ինչ որ բան անել։ Ես կսացի գտես բանա տերմինոլոգիայի առումով հետաքրքիր է որ տենց դու ասում ես որ սկսեցինք խոսակցությունից որ մենք պոստկայսրական այդ սիստեմ ենք ապրում ես երբ նույն մեկնաբանություն հասկանում եմ ես բառը ցախկան սխալ էի հասկացա այն առումով որ պոստ ինչ որ բանը նշանակում է որ դու մեկան նույն ոնց որ բանի մեջ ես, սիստեմի մեջ ես։ Հասկանում եմ այլ որակի։ Հա, այլ որակի, բայց ու ես սկսեցի մտածել ոչ թե հասկանում եմ մշակույթային առումով հասկանում եմ պոստը։ Բանա, բայց ես սկսեցի մտածել պոստ-սովետական բառի մասին,
որ ես առաջ տենց չէի ընկալում post-սովետական բառը, որ նույն բանի շարունակությունն է ուրիշ որակի մեջ, էլի, ես միշտ ասում եմ, որ դա հակա սովետական չէ, մտածելակերպ պետք է լրել, ասես շիֆտ եղավ, որ ինչի ինչ որ երկրներ չեն սիրում, որ իրանց խոսքի ինչ որ բալտիկական երկրներ չեն սիրում, որ իրանց ասում են post-սովետական են, իրանք շատ մեծ ազդեցությունը ու դրա համար ինձ հետաքրքիր արդյոք բան կայսրությունները փլուզվելուց հետո էլ շարունակում են նույն տրամաբանության մեջ լինել, իրանք միշտ են ձգտում վերականգնելու իրանց այն տարածքները, թե դե ազդեցությունը պահպանելու մասին է տարածքը հիմա մոդելն հենց է որ դժվար ավելի ծախսատար է դու տարածքը պահես որպես տարածք, այլ քո ազդեցությունը պահելը ինչ որ մեխանիզմներով ավելի էժան է, այդ որ ասում ես ինչ որ նոր կոլոնիալիզմի տես տեսություն է կա, պոստկոլոնիալ կամ չգիտեմ կենտրոն ծայրամաս տեսություն կա, տարբեր մարդիկ կան, ինչ որ Վալերշտայն կար, մի հատ ուրիշի այդ քաղաքական բանն է, տնտեսականում մի հատ Ռաուլ Պրեբիշ կա, արգենտինացի ու այնց որ ասում էի էլիտ բաների ինստիտուտների եւ այլնի մասին է խոսվում իր հետ ընկերը ուներ սոցիոլոգ բրազիլացի հետ նույն տեսության մեջ որ Բրազիլիայի նախագահի 90-ականներին նաեւ դարավ ասում է բանա էլի տրամաբանությունը միջազգային հարաբերությունների առհասարակ զարգացման մի հատ մեծ տեսություն կա ասում է մոդեռնիզմի տեսությունն է երբ որ ինչ որ տեխնոլոգիական առաջընթաց կա, այսինքն մարդիկ անցնում են քաղաքների, կենսամակարդակը բարձրանում է, բժշկություն եւ այլն, ու դա բերում է, այսպես ասած, զարգացման, դեմոկրատիզացիայի եւ այլ հրաշալի բաներ։ Այդ մոդեռնիզացիոն տեսությունն է, այլ որ այդ մոդեռնիզմի անցնում է, այդ գյուղական բան ագրարային տնտեսությունից կյանքը լավանում է եւ դեմոկրատիա է գալիս։ Սա Պրեբիշենք ասում են, որ որպես քննադատություն այլ տեսություն այդ կենտրոն ծայրամասն ասում է ուղղակի չի միջազգային ինչ որ ուժեր բաներ չեն թողում այդ ճանապարհը անցնեն ինքնուրույն նաև կա ինչ որ կենտրոն մետրոպոլիան ով որ վերցնում է ինչ որ տարածքներից դա կարա լինի հենց լատինական ամերիկան ռեսուրսներ եւ աշխատուժ եւ տալիս է այնտեղ տեխնոլոգիա արժեքներ մոդելներ ինչ որ տենց այդ փոփոխ բանի մեջ է, էլի ցիկլի մեջ է այդ հարաբերությունները։ Դրա համար իրանք այսպես ասած այդ գործող ինստիտուտները չեն կարող հաղթարան ու դրան գումարած արդեն բանենք էլ են, էլի Աջեմօղլուն ու Ռոբինսոնը նաև դրա վրա են բանանում հենց բանի Why Nations Fail-ը հաջորդ գրքերից մեկում հոդվածները ունեն, որ տենց 4 մոդել էին ասում, էլի զարգացման կա, որ կա ինչ որ էքստրա ոնց էր ասում էլի ժողովրդավարություն ոնց է լինում կամ չի լինում ասում է կա ինչ որ էլիտա որը հարստությունը կուտակած է եթե ինքը կարում է այսպես ասած exit պլաններ ունի հեշտ վերաբաշխելու այդ կարա բերի ժողովրդավարության այս եթե ասում է իր ինստիտուտները հենց է որ հավինակ հարստություն ասում է թե հողի վրա է հենց հողն է հարստություն այդ դու չես կարա հեշտ լիկվիդային չի էլի ծախես դուրս հանես բան այդ շատ հետաքրքիր բան է էլի որ նային կարանք օրինակ 2018-ի բանն էլ տենց բացատրենք ինչի անցումը հեշտ եղա որովհետեւ օրինակ հարստությունը կուտակված լիկվիդային էր կապիտալի մեծ արտահոս կար ու կորցնելու այսպես ասած քիչ բան ես ունենում էլի իսկ երբ որ կորցնելու շատ բան ես ունենում այդ ժամանակ դու ամեն գնով բռնությամբ պահում ես այդ ամեն ինչ հասկացա, հետաքրքիր է Օրինակ ձեր մոտ զգացողություն լինում է, որ Ռուսաստանը Հայաստանի վերաբերյալ ինչ-որ հայտարարություններ որ անում է, իր այդ կայսերապաշտական նկրտումների շրջանակում է անում, այսինքն ինքը մեզ համարում է մասը ներողություն, այսինքն ինքը մեզ համարում է ոնց որ մասը ռուսական կայսրության, խորհրդային միության, որ ինքը կարա ինչ-որ հայտարարություններ անի, որոնք մեր վրա կազդեն, ես շատ լավ հիշում եմ 2017 թվին Ռուսաստանի պետդումայի նախագահը Վոլոդինը, որ ասաց Հայաստանը ոնց որ ցանկալի կլիներ, լավ կլիներ, որ ռուսերենը որպես պետական լեզու ընդուներ, դրանից հետո էլի հայտարարություն եղավ ու նույնիսկ վերջին տարիներին էր տենց մի հատ էլի խոսակցություն գնացել, այդ կապված էր վարորդական վկայականների Ռուսաստանում ավելի հեշտ ճանապարհով ստանալու այնտեղ քշելու հետ, ու իմ մոտ այդ միտքն է առաջանում տենց հայտարարությունների դեպքում, որ Ռուսաստանը շարունակում է մեզ վերաբերվել ոնց որ իր ծայրամաս, որտեղ ինքը կարա այդ ներքին գործերին այդքան լուրջ կերպով խառնվի։ Տիգրանը ավելի լավ սահմանում տվեց այն առումով, որ ինքը բան է, էլի, ազատության գոտի է, որը հա իհարկե շատ կարևոր է, ու դու իհարկե ուզում ես, որ բնակչությանը դու հեշտ կարողանաս ոնց որ թեկուզ ռոպագանդան կամ քո հանդեպ լավ վերաբերմունքը հեշտ կարողանաս տարածես, դրա համար ցանկալի է որ լեզուն լինի ու նույն Վալդինը կարող նաև պրոստը
բլթսներ։ Էդ էլ է հարց էլի, հասկանում ես, որ այն մտածելակերպը, որ այս մեր գաղութն է, ու այս հիմա ժամանակավոր մի քիչ sense հերո է գնացել, բայց հեսա գանք ոչ ճանկերելի կման կանենք, դրա իմաստն էլ չկա այսօրվա օրով։ Այդ իրանց մոտ ավելի շատ խնդրեմ ան բերելու, քան խոսքի իրանք փափուկ ուժով կարան մեծ ազդեցություն ունենան при этом։ Ոնց որ ինձ չի դժում, որ մենք շարունակում ենք մեր մասին մտածել որպես տենց գաղութի իսկ ռուսների մասին որպես տենց կայսրական տենց մտածելակերպով ազգի, որտեղ ինքը ոնց որ նույն բանն է, զոհի բան տեղում ենք մնում, ինձ այդ ուղղակի դուր չի գալի։ Բայց մտածես եւ վախենաս, այլ ոնց որ դա քեզ նյարդայնացնի եւ դու ավելի զգուշավոր լինես։ Դու մեկավորապես զոհ ես քեզ դիրքավորում։ Չէ, մի բան, ես համաձայն եմ, մի բան եմ մտածած որ այսինքն որ ասում ենք Ռուսաստանը մտածում է որ գաղութը այդ պետք է ասկան Ռուսաստանը Վալուդինը չկա մեն ձայները որոնք այդ կա բնականաբար այնտեղ կարդ այդ մարտիկ կան, որոնք կարծում են, որ հա Ռուսաստանը դա կայսրություն, ցարիզմ եւ այլի մասին, հա։ Եվ ես վստահ եմ Հայաստանում են մարտիկ կան, որ նույն կարծիք են, որ Ռուսաստանի մեջ մտնելը դա բանն է։ Միակ այսինքն այդ չեղա որ Հայաստանն էլ տենց է մտածում։ Նաեւ կարեւոր է թե այդ մարտիկ իշխանության ինչ դեր ունեն, ինչ ազդեցություն ունեն եւ այլն, բայց էլի միշտ հնարավորության մասին է, այսինքն հիմա այդ ամեն ինչը հնարավոր չի, բայց կարա այստեղ էլ այնտեղ էլ նենց իշխանություն ունենց միջավայր ձևավորվի, այդ իրականությունը դառնա։ Մենք կարանք այդ մի քիչ քննարկենք բան նեոգաղութարություն, լավ։ Կոլոնիալիզմ, նեոկոլոնիալիզմ։ Լեզուների հետ, հա, դրա մեջ կարանք դարկենք, որ խոսանք մի քիչ բանի, հենց այդ դու ասացիր, ես հիշեցի բան օպիումների պատերազմները, որոնց շատ անգամ ասում են, որ այդ հենց այդ նեոգաղութա բլա դրա սկիզբն էր, որ նեոյ չլեւի կարելի է դա կլասիկ գաղութարարության վախտեր, բայց տարածք չեն վերցրել, ճիշտ է։ Ուղղակի ոնց որ բան զինված ուժերով ապահովել են տնտեսական ոնց որ գերակայությունը, որ Չինաստանը անի ինչ որ պետքա, որ այդ օպիումը գնանդե, ազատ վաճառվի, հա, որ իրանք դրական սալդո ունենան վաճառքի մեջ դրա համար, ինչը ահագին ավիրել է Չինաստանը, մինչև հիմա էլ հետևանքները կան այդ օպիումների պատերազմների, բայց բաներ, ոնց որ ինքը այն բանի մասն էր, որ առանց տարածքը վերցնելու, առանց քո մարդկանց վերևները դնելու դու ուղղակի պարտադրում ես, որ անեն նենց ոնց որ պետք է։ Ու այդ տրամաբանության մեջ մենք կարանք ինչ-որ բաների մասին խոսանք, հա, որ կա ազդեցություն ինչ-որ մեր քաղաքական գործիչների վրա, կա ազդեցություն տնտեսության վրա ու ինչ-որ բան կա, բայց ես կասեի, որ ստե ավելի շատ մենք ենք ուզում, որ Ռուսաստանի հետ ինչ-որ տնտեսական բաները նորմալ շարունակվեն, ոնց որ իրանք են արգելափակում մեր տնտեսությունը, ոչ թե մենք իրանց ու իրանք կարող է գան ու պահանջեն, որ ինչ որ բան խնդրեմ լինի, էլի Ռուսաստանից ստեղ ամեն ինչը գալիս է, ստեյթ Ռուսաստան։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դուք նկատի ունեք, որ մենակ ազդեցության մեծացմամբ, այսինքն ֆիզիկապես այդ տարածքը չգրավելով կամ մարդկանց չթեղափոխելու դեպքում էլ կարա տարածքը համարվի ինչ որ պետության գաղութ։ Դե գաղութ չի, հարաբերությունները գաղութարական կրում։ Բառը բան անալիս թվում է զգուշ ցանկացած էլի, եթե տերմին է։ Ասես զգուշանալով եմ ասում։ Չէ, այդ տերմինները կպցնելու համար, որտեվ բան է էլի, այտենց շուտ իրանք որ միշտ ասում են իդեոլոգիզացված են։ Այսինքն մենք ինչ-որ բառեր որ ասում ենք, շատ դեպքերում այնքան իդեոլոգիզացված են, որ արդեն ինչ-որ ռամկա ենք ունենում, արդեն էմոցիա կա, բա ազդեցության փորձում են ազդեցություն ունենալ, ինձ թվում է փորձը այդ նաև քաղաքագործիչների պետությունների ցույց է տալի, որ տենց ավելի ծախսատար է։ Ավելի լավ է քո Աշոտի ասած ունենաս մի քանի հոգի ոնց է բան, դա նաև այդ պոստկոլոնիալիզմի մեջ կա բան կա էլի, որ ասում է եթե չկա կոլոնիալիզմ, ինչ են շատ երկրների առաջնորդներ նախկին գաղութների գնում սովորում են մետրոպոլիայի հաստատություններում հետ գալիս էլի, ունդեղ են լիդերները, այդ էլ կա այդ բանը, այսինքն շատ ավելի հեշտ է այդ ճանապարհով ունենալ ազդեցությունը, քան տես տարածքի վրա զորքերով տենց տիպել մարդկանց։ Ես հիմա հասկացա, բանա, դե Ֆրանսիայում լիքը արտոնություններ կան խոսքի նույն Ալժիրից, եթե դու գալիս ես, քեզ բան համարսան ընդունվելը ավելի հեշտ է, բայց նաև այդ ապահովում է, որ այդ փափուկ ուժի բանը շարունակականությունը ապահովում է։ Այնտեղ մի հատ տարածքի մասին էի կարդում, անունը չեմ հիշի, ֆրանսիական բաններ էլի, երկու կղզի էին, մեկը ու տենց ժամանակին հանրաքվե էին արել, մեկը բաներ ընտրել էր անկախությունը, մեկը որոշել էր, չէ, մենք կմնանք Ֆրանսիայի կազմի մեջ։ Ու ոնց որ փորձում է տա, ովքեր մնացել են շատ ավելի լավ են ապրում եւ այլն, կես համակարգը լավ է, քաղաքացիություն էս կոմենքում, ովքեր անկախացել են, տենց իրանց խնդիրների մեջ են թաղվել, էլի, ասում
միշտ պատմությունը ցույց է տալի տարբեր փորձեր, ու հենց նարատիվը դրանում է, թե դու որ кейսերի մասին ես ավելի շատ լսում, էլի, որն ենք հո վրա շատ դեպքերում Ես չգիտեմ, ծախում։ տենց դու խոսքիդ մեջ ասացիր, որ նենց չի, որ գաղութարարությունը կամ կայսրությունների ինչ որ տարածքներ գրավել են մենակ բացասական կողմեր ունեցել, որտեվ ասենք այդ տարածքներում ենթակառուցվածքներ են զարգացել, իրենք ինչ որ բան են այդտեղ թողել, բայց ինձ թվում է, որ ինձ համար բացասական հետևանքները բացարձակ են, այսինքն այնքան ավելի շատ են, որ համեմատելի չեն դրական հետևանքների հետ, օրինակ հենց մարդկանց սպանությունները կամ ռասիզմը, որ տենց էլ հարյուրամյակներով չի վերանում ինչ որ տարածքներից։ Դե նայ, ստե մի քիչ կարող է տգեղ բան ասեմ, բայց հարցն է, որ եթե դու անկախ պետություն ես, նայես չի, որ ռասիզմը կամ սպանությունները դրանից վերանում են։ Սպառնում կամ վերանում է, Կամ բայց դրա մասշտաբները մասշտաբներն ամեն ինչը չկա, այսինքն քո պետությունը կարա քո բնակչության հանդեպ ֆաշիստական ինչ որ ֆաշիստական կարգ հաստատի ու էլի վատ է։ բայց մեկը մասշտաբներն են տարբեր։ Չեմ կարծում։ Այդ չհամոզված չեմ, որովհետև շատ անգամ հենց դա որ կայսրությունը կարա վտանգ չզգա փոքր ինչ որ գաղութից ու այդքան մեծ բաժիչ մեջոստը չկիրառի, ինչքան կառավարությունը, որը մեծ վտանգ է կայսրություններ կան, որոնք չեն ոչնչացրել ինչ որ մի Իսնես պետություններ կան, որոնք չեն որ իսկական նես պետություն կա, որը բռնություն չի կիրառում անհամաչափ, նես պետություն կա, որը ֆաշիստ։ Իրա բնակ քաղաքացիների բնակիչների պատմության մեջ։ Իրա թե բան կոլոնիզացրած։ Չէ, իրա։ Իսկական Անգլիայի, չէ, դու ասում ես իրանք առանձնահատուկ կայսրություն է, առանձնահատուկ վատ վերաբերմունք ունի իր գաղութների նկատմամբ։ Հիմա այդտեղ փորձում ենք հասկանալ արդյոք դա առանձնահատուկ է եւ կարանք ասենք որ ինչ որ տարբերվող է, բայց արդյոք այդ վերաբերմունքը, որը վատ է եղել, վատ չի եղել նաեւ իր տիտղոսային բնակչության։ Օրինակ, չգիտեմ, եթե նայենք Անգլիայի բանը, աշխատավորական դասակարգի պայքարը, այնտեղ չգիտեմ, մարդկանց փողոցներում գնդակարել են, օրը 18 ժամ աշխատացրել են, այսինքն եթե այս մարդկանց անունը տաներ, այս պատմությունը տեղափոխեիր Աֆրիկա, կլիներ հա լրիվ գաղութ բանը, կոլոնիայի բանը, բնակիչների դեմ բայց վերաբերմունքը հո նույնը չի եղել սպիտակ բրիտանացիների։ Ես քեզ ասում եմ, այս պատմությունը, որ սպիտակ բրիտանացի աշխատավոր չլիներ, ասեր ինչ որ մարդիկ են, ովքեր 18 ժամ աշխատել են, հենց փորձել են իրավունքի մասին բան պայքարեն, գնդակահարել են, նորմալ կրթություն բան չունեն, չգիտեմ, այդ արդեն ասես կայսրությունների իրականացրած գործողությունների ու պետությունների իրանց ժողովրդի նկատմամբ իրականացրած գործողությունների մեջ տարբերություն չկա։ Հիմա իմ ասածի մեջ դու տարբերությունը որտեղ տեսար։ Մասշտաբներն է ինձ թվում։ Ինչն է մասշտաբները։ Մասշտաբների տարբերություն։ Իսկ թվում է որ նայես կարող է Ֆրանսիայի պետությունը իր խոսքի վերցնենք Չինաստանի կուլտուրների էվոլյուցիան։ Ինչ սպանություններ էին։ Այդ ոչ մի կայսրություն չէր անում ինչ որ գաղութեն, այդ իրանք անում են իրանց բնակչության հանդեպ։ Շատ հնչի հետաքրքիր օրինակ, այսինքն Չինաստանը կարող է այլ ազգի մարդկանց քանակությամբ սկեյլով ավելի վատ բան չի արել այդ պետությունը, քան իր բնակիչները։ Կամբոջան կարմիր կխմերները պրոստը ռեժիմը եկել է, վերա ոչ մի ուրիշ բան են, պրոստը։ Եթե իրանք կլինեն կայսրության մաս, իրանց տենց չէին սպանի հաստատ, որտեղ նպատակ չկար։ Նպատակ չկար, այնի շատ բան էր։ Ինքնիրանով այնքան բան է։ Այս կայսրությունը չէր զգա վտանգ ակնոցավոր մարդկանցից, որ իրենք կարող խելացի դառնան, էլ այդ դեպքում ինչ ամենակ տարածքի մասշտաբներով ենք մենք բանանում, բաժանում, ասենք ինչի ենք մենք առանձին պետություն թեման քննարկում, առանձին կայսրություն թեման քննարկում, եթե կայսրությունը ուրիշ բաներ ունի։ Դե բան է, ոնց որ եթե նույն գործողությունները կարան պետությունները անեն իրանց ժողովրդի նկատմամբ։ Դե որտեղ դա շարունակությունն է, այդ խնդիրը նա որ ոչ թե տարբեր են, դա մեկը մյուսի շարունակությունն է։ Այսինքն այդ բանը պետությունը, որը այդ ինստիտուտները ունի, շարունակում է նաև որպես իր քաղաքականության շարունակությունը ին բանը անել ավելի վատ, որովհետև այլ ընկալումներ ունի։ Հիմա որակի մասին եմ, բայց ուզում եմ ասեմ դա տրամաբանության շարունակություն է։ Որակը կարող ասես գաղութ է, որտեվ նույն այդ սպիտակ անգլիացիները աշխատավոր ովքեր բռնության են ենթարկել, կարող ողջունեին մնացած գաղութների, ասենք, չգիտեմ, Հնդկաստանում ջարդը, ասեն հələ դրանց է հասնում, բայց իրանք էլ են այդ բռնության զոհ եղել, այստեղ հարցը այդպես դիսկոմֆորտ ունեմ այդ մտքի հետ, Չես գիտես, ես կարամ ասեմ քեզ որտեղ տարբերությունը մեծ, որ
երբ որ դու այդ պետության բնակիչ ես, դու ոնց որ ինչ որ պայն ազատություններ ելներ գնայր այնտեղից, երևի թե, եթե դու տենց անհամաձայն ես քո պետության հետ, բայց երբ որ դու ապրում ես քո ինչ որ փոքր թեկուց դաժե պետություն չի, բայց գալիս են ինչ որ մարդիկ ու հիմա ասում են դու պետքա սենց ապրես, սենց անես, էլի կարելի է ասել որ ցանկացած պետությունն էլ տենց է կազմավորվել, բայց ոնց որ այ դրա այդ պահը կա, որ դու գալիս ես ու ոնց որ բռնի ինչ որ մարդկանց ապրելակերպը փոխում ես, որոնք հեռու են քեզնից, քեզ չեն խանգարում։ Այդ շատ այդ քո ասածը շատ ինձ թվում է տեղավորվում է Ռուանդայի օրինակի մեջ, որ մինչև Բելգիայի գաղութ լինելը Ռուանդայում այդ 3 ցեղերը հութուները, թութսիները ու տվաները նորմալ ապրում էին, իրանք իրենց հիերարխիան ունեին, հաստատ այնտեղ բռնություններ եղել են։ Դե դա որ հիերարխիա ունեին, արդեն ինչ-որ հաստատ եղել են այնտեղ բռնություններ, բայց իրանք սովոր են եղել այդ միջավայրին են սովոր եղել, իրանք ունեցել են ինչ-որ փոխհարաբերություններ, այնտեղ բաժանում է եղել մի մասը իրենց այդ մի ցեղը զբաղվել է անասնապահությամբ, մի ցեղը զբաղվել է, չգիտեմ, բանով հողագործությամբ, այդ ընդհանուր հայտարարին եկած են եղել ու եթե բանը ոնց որ այդ միտքը առաջ բերենք, որ չկա տենց որտեղ բռնություն չկա, հա չկա տենց որտեղ բռնություն չկա, բայց Բելգիայի Ռուանդան գաղութացնելուց հետո իրանք փոխել են այնտեղ այդ հիերարխիան։ Ֆրանսիան է գաղութը եղել, բանի Ռուանդա, բայց դե մի քիչ գիտես ինչի մասն է կարելի ասել, որ կներես բան արել, զորով բան արել, փոխել է այնտեղ այդ հիերարխիան, այսինքն եթե այն ժամանակ բան հութու ու թութսիների տեղերը տարբեր են եղել, եկել է թութսիներին բերել է իշխանության հութուների մոտ ատելությունը սերմանել թութսիների նկատմամբ, հետո հեղաշրջում ա եղել, հութուներն են եղել ու հութուները որոնք մեծամասնություններ են եղել, ցեղասպանել են տասնամյակներ հետո Բելգիայի այնտեղից դուրս գալուց հետո նույնիսկ խաղաղապահների ներկայությամբ ցեղասպանել են այդ փոքրամասնությանը ու դա եղել է Բելգիայի գաղութարար շրջանի ազդեցությունը, որ ինքը սերմանել է ատելություն են խմբերի միջև, որոնք իրար հետ ապրում էին մինչև այդ առանց իրար մորթելու։ Ոնց որ տարբերությունը այդտեղ է, որ այդ մարդիկ նորմալ ապրում են, ինչ որ մեկը գալիս է այդտեղ դու որ մի հատ case ես վերցնում, բան ես անում, ինչ որ ձևով ներկայացնում ես, ասում ես, տես հիմա կարող այդ case-ը այս դեպքում տենց է, այսինքն քո ասած բանա ֆրանսիացիք չլինեին, ամեն ինչ հանգիստ կլիներ։ Դա ասել որ ինչ որ բելգիացիք տենց նպատակ էին դրել որ ցեղասպանությունը էլի տեղի ունենա, այդ հետևանքեր կարող սխալ մենեջմենթի բան, բայց չէ դե կարող է այդել այնքան վատն են, որ այդել է։ Հիմա էլ ոնց որ ընդունում էլ է, որ իր ազդեցությունն է, ոնց որ այդքան էական չի։ Եթե պատմությունը այլ բան case-եր չունենար, որտեղ առանց, չգիտեմ, ես շատ էս լրիվ հակառակ արգումենտ, իմ մոտ 2 case է գալի, ացտեկների ու ինկերի, որ նայում ես ացտեկները մինչև իսպանացիների հայտնվել այդ 2 տարածքներում, բանը, այսինքն պատմագիտությունը ցույց է տալի, այնտեղ մի 100 տարի է որ հայտնվել էին։ Այսինքն ինչ որ ագրեսիվ բաներ են եղել, փոքրամասնություն ա եղել, որ եկե ռեժիմ ա եղել, սրբե տարել է դրա նախորդող մի քաղաքակրթություն, որի մասին ոչ մի բան չկա, էլի արդեն գրություն չկա բան։ Նույն Աֆրիկայում կարա լինի, որ ինչ որ ցեղեր պրոստը վերացվել են, որովհետև այնտեղ տարբեր բան է, պատերազմական բռնության փորձեր են եղել։ Նույնը ինկերի դեպքում էլի 200 տարվա պատմություն ունի, մինչև Իսպանիայի հայտնվելը ինկերի քաղաքակրթությունը, եկես տրկացում շատ դեպքերում, որ իրականում բանը ինկերը Պիսարոենք 100 հոգով են ողջ ինկերի կայսրությունը գրավել, ինչի 2 հիմնական պատճառ կա, մեկը որ ինկերը ձիչ էին տեսան վախենում էին ձիերից, հիվանդությունները, դե հիվանդությունը փոխադարձ է եղել, հա, բայց նաև շատ կա, դա կարաս ասես, հա, բայց մեկ էլ ասում են բանը, որ շատ այնտեղ ցեղեր աջակցել են, որովհետև եկել են այնտեղ ինչ-որ տեսել են բռնարար ռեժիմ, այնտեղ քաղաքացիական պատերազմ եղել, իշխանություն չեն կայացել, այսինքն այնտեղ արդեն ինչ-որ բաներ, քո ասած ցեղասպանության, բռնության кейսերը եղել են առանց ինչ-որ գաղութային կլասիկ ընկալման։ Հիմա կարանք ասենք այդ նույն գաղութարարներն ու կայսրությունը եղել են ինկերը եւ ազտեկները, որը իրական տենց Իսկն ազտեկներն են ինկերն էլ կայսրություններ են եղել։ Դե եկել են այդ տարածքներում ինչ-որ խմբերի գրավել են։ Մենք պետքա ջոգենք որտեղից ենք մենք պատմությունը դիտարկում, ոնց է կազմավորվել այն պետությունը, որը հիմա եկել են գրավել են ու մտցրել են կայսրություն, կարող դրանից առաջել են ինչ-որ ուրիշ մեկը եկել է գրավել է։ Իմ ասածը նաև է նա, որ այդ վատ վերաբերմունքը, որ կա եվրոպական գաղութարարների կայսրության, որը շատ կարող օբյեկտիվ լինի, հա, որտեվ բայց ուզում եմ ասեմ այնպես չի, որ այդ ամբողջ մեղք պատասխանատվությունը կամ չգիտեմ օրինաչափություն մենակ իրանց վրա է էլի կիրառելի։ Տենց գաղութավարության մասին եկել գիտես դու ուզում ես պատասխանի ես որտեվ կարող ուրիշ տեղ տանեմ հիմա։
եթե ինչ ասելու բան էր։ Ուզում եի ասել, որ այտենց բացարձակ մեղք դնելու բան չկա, ինձ թվում է, երբ որ իրադարձությունների հաջորդականությունն ենք նայում, ասենք Աֆրիկայում այդքան քաղաքացիական պատերազմներ իմ կարծիքով չէին լինի, եթե այդ գաղութարարները չմտնեին ու ինչ որ անհամաչափ բաժանումներ չանեին այնտեղ։ Դե իրանք չէին կարող լինեին, դու ճիշտ ես, իրանք չէին լինի, որովհետև պետությունները չէին լինի ու առանց պետություն քաղաքացիական պատերազմը չի կարող լինի։ Մենք ինձ չեն կարող գնահատենք այնտեղ պետությունները։ Դու ասում ես չեն կարող գնահատենք, բայց ասում ես կարան գնահատենք բանը։ Որովհետև կա դրանից առաջվա ժամանակաշրջանի մասին ինչ որ հայտնի հատված, որտեղ իրականում այսինքն դու չգիտես պատմություն, որը գրված չի այն իմաստով, որ կարող է այնտեղ ինչ-որ բան բնակչություն ա եղել, որ պրոստը վերացրել են, բայց քանի որ պատմություն չկա, չգիտենք։ Նույնն ասում եմ, ազտեկները, տոլմեկները, տոլտեկները որ եղել են, համարյա բան չի մնացել։ Շատ ոնց որ շատ ավելի դժվար է գնահատել ազտեկների ու ինկերի պատմությունը, քան ասենք այնպես մի 50 տարի առաջ եղած պատմությունը, որի ժամանակ արդեն կամերաներ են եղել, չգիտեմ, ռադիո է եղել, շատ ավելի։ Այդ ժամանակ արդեն գաղութացված են եղել, ես ասում եմ, դու ասում ես, եթե չլիներ այդ գաղութարարությունը, իսկն պետք է գնալ այդ գաղութարարությունից առաջ։ Իրանք ոնց կպային։ Ես այն մի անգամ էլ օրինակ բերեցի, ասում եմ, որ հիմնականը transatlantic slavery ստրկավաճառության աջակիցները եղել են նաև այդ աֆրիկյան ցեղերը, ովքեր գնում գրավում են կողքի գյուղին ու որպես տրուկ տալիս են սպիտակներին։ Հիմա այս բանը ձեռ էր տալ, հիմա կարանք ասենք սպիտակ անգլիացիները չլինեին կամ ֆրանսիացիները չլինեին, այդքան չէր զարգանա։ Գուցե, բայց իրանք էլ են այդ ստրկատիրությունը ունեցել, էլի, այնպես չի որ բանը այսքան չած են եղել, այդ ոնց որ հрьяաները եղել են, որոնք հոլոկոստի ժամանակ էլի արդարացնելու համար չի ստրկավաճառներին, որոնք եկել էին ու տանում են դες մարդկանց սրա մասնա, որ իրանք էլ դեմ չեն այդ համակարգի։ Մեր նախորդ քննարկումից, որ երկուսս այն մտքին են, որ ասում ենք պատերազմը պերպետուալ է, հավերժ է, մարդու բնության մեջ կա, ոնց որ այդտեղ կոմոդ այդ հակասությունն է, որ այ եթե չմտնեին, այդ պատերազմն ու բռնությունը չէր լինի։ Ես կարծում եմ, որ տենց պետք է նայել, ես պետք է դες բաներ ասեի։ Ու պրինցիպի կասեմ, երևի ինչ որ։ Ինձ թվում է, ասենց մի հատ ընդհանրապես չեմ կարծում, որ կտեղավորվի ռասիզմի տրամաբանության մեջ, բայց Աֆրիկայում ապրող սևամորթ մարդիկ իրար հետ վստահ եմ ինչ որ բաներ կարդացել են, որ տենց տարբեր հատվածներում իրար հետ պատերազմել են, իրար հետ հաշտություն են կնքել, փոխհամաձայնության են եկել, բայց մի քիչ տարբեր է, երբ որ սպիտակամաշկ, ինչ են ասում, սպիտակամորթ մարդիկ, սպիտակամորթ եվրոպացիները շատ ավելի զինված ու բռնի կերպով գալիս են ու իրանց կամքն են թելադրում իրանցից տարբեր համարող մարդկանց, ընդ որում շատ ռասիստական տրամադրության մեջ, շատ ավելի տարբեր կլիներ զարգացումը, եթե այդ միջամտությունը չլներ, որտեղ այնտեղ այդ Աֆրիկայում պատերազմներ եղել են եվրոպացիների գալուց առաջ։ Չես կարող գնահատես, ես պատմության այդ ընկալում եմ, որ ինքը եղել է, всё, այսինքն թե ինչ կլիներ, չես կարող հազարամյակներով իրար մորթեին, պրոստը ոնց միջև առաջ էին մորթել։ Ոնց որ գնահատում, այդ տարածքում ապրում էին մի քանի տասնամյակ, այսքան ցեղախմբեր ու սպիտակ մարդու գալուց հետո այնտեղ լրիվ փոխվում է։ Ախր տենց չի, այդ սպիտակ մարդու գալուց ես քեզ ասում եմ, բանի ազտեկների եւ ինկերի օրինակ, սպիտակ մարդուց առաջ գալը այնտեղ ինչ որ խմբեր մորթում են ինչ որ խմբերի այն տիպի, որ դրանց բանը հետքը մենակ ինչ որ շատ քիչ շերտով բան հնեաբանական շերտով է հասկացվել, որ ինչ որ քաղաքակրթություն է եղել։ Այսինքն ոչ գիրամնաց է, ոչ հիմա չի, ինչ որ արձաններ բաներով դատել են, որ այս ազտեկները որ եկել են, մի 200 տարում սրբել տարել են այս տարածքում ապրողներին։ Հիմա որ իր բանը իսպանացիք չհայտնվեն ու նույն բանը չանեին, կարող ուրիշ ընդեղի խումբ աներ նույնը ազտեկների նկատմամբ։ Իսկ այդ պատերազմները, որ կարան եղածնեն իրանց միջև ու ասենք Աֆրիկայում, որ կարան եղածնեն աֆրիկացիների ու եվրոպացիների միջև, արդյոք դրանց մոտիվները, ոնց որ մենք անցած թեմայի ժամանակ որ խոսում ենք ինչի համար կարան լինեն պատերազմներ, ասենք տարածքների կամ տենց ուրիշ բաների համար, իսկ կարող է այնտեղ հավասարին կամ պատերազմ եղած լինի, որտեղ մի կողմը պարտվել եւ տենց ժամանակի ընթացքում ոչնչացվել է, իսկ ստեղ ուղակի եկել են մարդկանց ոչնչացնելու ուղակի նպատակով։ Այսինքն մեկը լավ է, մեկը վատ։ Դե ինձ թվում է պատճառները պետք է հասկանալ էլի, ոնց որ բնական պատերազմներ եւ արհեստական պատերազմներ։ Արհեստականը ինչով է արհեստական։ Դու խնդիր ունենաս, պրոստը որ մեկը կա արդեն ու ինքը բան ավելի ուժեղ է եղել։
հա ուժեղ է եւ այսինքն ինքը մարդկանց ոչնչացնելու մոտիվացիան է, որ չգիտեմ մենք կարանք գնահատենք հիմա ինչ որ բաների վրա աստեկներ, եթե պատկերացնենք, որ Աֆրիկան սրբել տարել են, պատկերացնենք, որ Աֆրիկան հանգիստ են թողե, հա, իրանց բնակչությունը աճում է, իրանց պետքա կոնսոլիդացիա ունենան ինչ որ խմբերով, պետքա ինչ որ պայքար սկսի իշխանության համար։ Ամեն դեպքում այդ առօրինակ պատմություններ ամբողջ աշխարհում ամենտեղ չկա ոչ մի պատճառ մտածելու, որ Աֆրիկան տենց իրանց այդ բանը, ոնց էր այդ Marvel-ը իրանց բանը կոչվում, Վականդային սարքելու, ասած փագելու են կոպոլով հանգիստ ապրելու են։ Հավանաբար նույն պատմությունն նորից այդ չեմ ասում, ստո ինչ որ արդարացնելու կամ չարացնելու հարց կա։ Այդտեղ տարբերություն կա լեզվի, մշակույթի եւ մաշկի գույնի, որովհետեւ շատ կարեւոր է, ասենք հոկտեմբերյան հեղափոխությունը եթե սպիտակն է սևին սպանում, դա չի դարձնում ավելի վատ։ Եթե սևը սևին սպանում է, չի, այդ ինձ թվում է այդ է այդտեղ շատ գա։ Այ որ սևը սևին սպանում է, այդ օքեյ է, կարան, բայց որ սպիտակն է խառնում, այդ շատ վատ է։ Ես ոչ թե սպանելու մասն եմ ասում, այլ երկխոսելու հնարավորության մասն եմ ասում։ Նայ, էլի, դու ասում ես, որ ինչ-որ մշակույթ ենք կորցրել դրա պատճառով, հա, որով եկել են սպիտակները, իրանց մշակույթը փաթաթել են իրանց վրա, իրանց տեղական մշակույթը դրանից ավելի քիչ, բայց իրանց տեղական մշակույթը էլի մոնոլիտ երևույթ չէր։ Ամեն ցեղը իր մշակույթ ուներ, չէ՞։ Ու եթե մեկը մյուսին ոչնչացնում էր, էլի մենք ինչ-որ բան կորցնում ենք։ Այս process-ը նույնն է, մենք էլի ինչ-որ բան կորցնում ենք։ Քեյսեր ունենք բանի մասով։ Դե դա մասը օրինակն էլ է, էլի, որ սևամորթ երկու ցեղեր իրար սպանեցին։ Ցեղեր չեն, դեղը կայսրությունն ա եղել, Մանսա-Մուսայի կայսրությունն է, Տիմբուկտուն կենտրոնն ա եղել, Մանսա-Մուսան այդ բանն է, հիմիկվա Մալին է։ Համարվում է ամենահարուստ մարդը տարբեր estimate-ներով չափումներով աշխարհի պատմության մեջ։ Ու ինքը տենց էլի սրբել տարել է բազում բաներ, քաղաքակրթություն, բաներ, համայնքներ եւ պոստա սրբել տարել է։ Այսինքն այն որ մասշտաբը, որովհետև կապիտալիզմ տեխնոլոգիական առաջընթացը այլ Եվրոպայի ներգրավվածությամբ այլ է եղել, որտեղ վառոդա եղել այդ մարտիկ չեն տեսել, չգիտեմ, Հարավային Ամերիկայում ձիերն եղել, այդ դա շատ ավելի բան է, ու նաև ներկայի մասին է մեր եղած խոսակցությունը հենց ներկայի մասին է, այդ տենց է մասշտաբը եւ այլն, այլ որակ գուցե տալիս են, բայց որ ասել որ այ որ չխառնվեին այլ բան կլիներ չգիտեմ, էլի շատ դժվար է։ Հա, կա ռեֆլեքսիա այդտեղ, կա ինչ որ շատ եվրոպական երկրներ ընդունել են, որ իրանք առօրինակ պատմություն ունեցել, որ դա իհարկե վատ է, բայց այստեղ դու ճիշտ ես ասում, որ հարցը այն չի, որ իրանք եթե չանեին, սա լավ կլիներ։ Հարցը այն է, որ մեկը վատ բան է կարել ու մեկը դրա այդ պետք է ռեֆլեքսիա անել ու հասկանալ ապագայում ոնց ուրիշ տեղ աշխարհը կերտել։ Շատ վատ են արել նույն Բելգիայի ու Կոնգոյի բանը, այդ Կոնգոն ինչ որ խայտարակություն է։ Ինչ էր այդ թագավորի անունը Լեոպոլդ երկրորդը։ Որ բան է, այսինքն դες ինչ բան է։ Նույն Եվրոպայում էր այդ բանը տրակել այդ ժամանակների, որ ոնց կարելի է մարդկանց հետ տենց վարվել, չնայած այդ ռասիզմը եղել է եւ այլն, բայց այդ նաև անգլիացիքն լիքը փաստահավաք խմբեր ուղարկել բան է, էլի այդ գիտակցությունը ամբողջովին փոխվել է, վիտագուն բաներ է, այսինքն ես որ վերջի շրջանում կարդում էի Կոնգոն ոչ թե եղել է Բելգիայի մաս, այլ Լեոպոլդ երկրորդի սեփականությունը տարածք է եղել, հետո վերցրել տվել են Բելգիային։ Այսինքն որ կառավարությանը որ բան է։ Մի հատ բան ասեմ, ասա Աշոտ, եթե ձեզ հետաքրքիր է Ռուանդայի ցեղասպանության պատմությունը, մի հատ հետաքրքիր կինո կա, Հոթել Ռուանդա, կարաք նայեք, այնտեղ նաև բան է, էլի, ցույց է տալիս երանգներով, թե ինչ կապ ուներ Բելգիան։ Ես ինստիտուտային ինչ-որ դոկումենտալ ֆիլմ էի նայել։ Չէ, այդ գեղարվեստական է։ Շատ քիչ բան կա, շատ բան չկա իրականում, տենց ինչ որ գեղարվեստական կամ դոկումենտալ, եթե կան անգլերեն են, եթե անգլերեն լավ եք հասկանում, կարեք նայեք, ոնց որ Սպիսակ Շինդլերը, չէ՞, տենց Շինդլերի ցուցակը կինո կար, որտեղ Շինդլերը փրկում էր հрьяաներին, ստեղ էլ մի հատ հյուրանոցի տեր է, որը Ռուանդայում փրկում է, շատ քիչ մարդու է կարող։ Չէ, հիմա կարծեմ ողջ է այդ մարդը։ Ոնց որ նայեք այդ կինոն։ Հա, ես ուզում եմ ասել։ Հա, ես ուզում եմ ասել, որ բանն է, հետաքրքիր երևույթ է, երբ որ կոլոնիալիզմով, ինչ է այդ սկատ, նորմալ բառ է, էլի դժվար բառ չէ։ Ոչ իմ իրանց զբաղվում էին կորպորացիաները, հա, այդ բան բրիտանական, օստինդիա, հա, հոլանդական, օստինդիական, երբ որ դու արդեն նույնիսկ որպես պետություն չար, պրոստը որպես կորպորացիա, ես մտածում եի երևի sense շատ sense ձգելով, մենք կարանք ասենք, որ մետան ունի տես շոտ թվային շատ ասիրում բայց դա է եթե մենք վերցնենք մարդու տվյալները անձնական տվյալները որպես ռեսուրս որը իսկապես ռեսուրս է ու շատ թանկ
մետան դրա մայնինգով չի զբաղվում ամբողջ աշխարհով առանց մեր համաձայնության, առանց մեր գիտակից համաձայնության։ Դու պտիչկան չես դնում։ Որ թույլ եմ տալիս օգտագործել տվյալները։ Բաներ, այդ Snowden-ը շատ լավ է նկարագրում, որ ասում է, որ դու հեռախոսդ վերցնում ես ու պտիչկա ես դնում, հարցը ինչ որ դու համաձայնես, դու ես մամայից զանգես։ Քեզ ասում են կամ պտիչկան դիր կամ չես զանգել մամայի ջոս, դու տարբերակ եմ չունես ասում։ Դե չի, ես ոչ մի հատ այդ agreement չեմ կարդացել իմ կյանքում, չգիտեմ, դա smart որ կարդացել եմ։ Բայց իտոգում է դա հասկանում ես որ Չգիտեմ, ես այդ հարցի մասին չունեմ տեսակետ, չգիտեմ ես։ Ուզում ասեմ որ դրա պրեցեդենտը կա, որ կորպորացիաները կարեն զբաղվել։ Ոստինը շատ ավելի ազդեցիկ ուժեղ եւ չգիտեմ, պատմության կոնտեքստում համեմատելի շատ ավելի, այսպես ասած, աննախադեպային ուժ ունեցել, քան հիմա կարող է մետան ունի, որովհետեւ մի 50-70 տարի Հնդկաստանի սա Հնդկաստանը որպես գաղութ տված էր Ոստինդին կառավարել էր, էլի, մինչև այնտեղ այնքան ասում է ամեն ինչ չի տրակում կամ կարող է չի տրակում, պրոստը իշխանության պայքարի հարց կարում է պատկանել այդքան հարուստ բանը, վերջը անցնում են թագի ենթակայության տակ, լավ գրքեր եկան այդ թեմայով, բայց ում ասեմ, ինքնասեփական զորքով, ենթակառուցվածքներով, ամեն ինչով մի հատ կորպորացիա է։ Ես կասեմ, որ հիմա կան էլի կորպորացիաներ, որ շատ մեծ ազդեցություն ունեն, ինչ որ ֆարմայի կորպորացիաներ, որ ամբողջ աշխարհով մեծ ազդեցություն ունեն, ինչ որ այտենց Gorno-Dobывающие կամպանիաներ կան, Shell-ը հանգիստ կարա միտեղ բան հեղափոխություն կազմակերպել պետական պատերազմի, հա։ Ինձ ուղղակի հետաքրքիր ես մետայով նկատեցի, որ ռեսուրսը ստեղծեն լրիվ թվային է։ Կենտրոնական Ամերիկայում այդ United Fruit-ի պատմությունն է, բանանային ռեսպուբլիկաների, հա, որ բանանի եւ այլ բանի առևտրի համար տրոպիկական մրգերի, այնտեղ բաներ են արել, այսինքն մրգերի առևտուրը չի, հողի ումա պատկանում հողը առհասարակ էլի, որտեղ այդտեղ էս այդ միրգը աճեցնում եւ այլն առևտուր, թե դա ազգային է հողը, այդտենց ինչ-որ խորքային հարցեպայով, պրոստը ռեժիմ էին փոխում, էլի։ Այսինքն էս չի որ այդ։ Հա, ես ուզում եմ ասել, որ այտենց կորպորացիաներ եղել են ու կային, բայց մետայի դեպքում հետաքրքիր է, որ ռեսուրսի բնույթն է փոխվել ու դրա համար իրանց արդեն պետք չի այտենց տրադիցիոն ձևով ուժ կիրառել կամ բանել։ Էլի նույն մետան կարա ազդի շատ քաղաքական դաշտի վրա, շատ տոնկի մեթոդներով, ոնց որ օրինակ, երբ որ բանը Եգիպտոսում հեղափոխություն եղավ Twitter-ի միջոցով, եթե այդ process-ը եղել է թեկուզ բնականon, իրան կարելի է սիմուլացնել, կարելի է ստեղծել նման երևույթ, արդեն իմանալով սաղ ինֆորմացիան ունենալով, կարելի է շատ ինֆորմացիաներով մարդկանց մասին իրանց մանիպուլացնել ու հետեւաբար իրանց էլ պետք չի այտենց հրեշտ իրանց ձևացնել, որոնք գալիս են, իրանք շատ աննկատ մտել են ամեն կյանքի բնագավառ ու շարունակում են առնել նոր կորպորացիաներ, շարունակելով իրանց բան։ Ես չեմ ասում նույնիսկ որ մենք կարող զգանք այդ այն առումով, որ մենք ինչ որ հարկեր չենք վճարում մետային, որ մեր վրա ինչ որ բեռ լինի այդ, բայց իրականում մենք վճարում ենք ինչ որ բան Facebook-ում լինելու համար, հա, դու քո սաղ տվյալները առանց քո ինչ որ իմանալու տեղափոխվում են, վաճառվում են ինչ որ կամպանիաների, որոնք արդեն կարան ինչ որ վատ նպատակներ ունենան քո հանդեպ։ Ունիքը տենց բաներ կան, էլի, որ այս նոր ինչ որ գաղութավարության ձև է իմ համար։ Այն ինչ որ անում են տենց թվային կամպանիաները։ Ակշիր միտք է։ Ուղղակի ես այդ հարցին գիտես ոնց եմ նայում։ Չիլի։ Ծախում են հիմա ոնց որ տխուր է ոնց որ բան, բայց նենց աշխարհում ենք ապրում, որտեղ մետան չծախի, ուրիշ մեկը կծախի, էլի այնքան։ Ես միշտ այդ բան եմ ասում, որտեղ քայլում ես, ինչ որ մեկի կամերայի մեջ ես հայտնվում, ու քո անձնական կյանքը ոնց որ sense բաց դրած լինի, էլի բոլորի համար, նույնիսկ այն ամենաանձնական անկյունները մարդիկ կարան հասնեն, որտեղ հեռախոսը մոտիկ դրած։ Տենց մարդիկ գաղութներում նույն ձև էին ասում, էլի։ Չէ, իրական ճիշտ է, շատ տենց էլ մտածում էին, ու նաև ես մեր վերաբերմունքը, չգիտեմ, մետալինի այլ մեծ կորպորա Amazon, բան, հա Ոնց որ ասում ենք դե Հայաստանում մենք ստի ինչ պետք է անենք, էլի մենք թո Ամերիկայում այդ հարցը լուծեն, դե կազա մենք ոնց անենք, ինչ անենք, այդ բանը լա էլի, տենց ինչ որ հետաքրքիր անցալում է որ իսկ կայսրությունները այն տեսքով, որով եղել են, ասենք 100 տարի առաջ, 200 տարի առաջ, իրանք նույն ձևով վերակենդանանալու շանսեր ունեն։ Կարանք մենք գնանք դեպի այդ շատ խորը փիլիսոփայել առասարակ պատմությունը ոնց է զարգանում, եթե այդ հարցին կարողանանք ինչ-որ ընդհանուր ամեն մեկս պատասխան տանք։ Դե դու ասում ես, որ գծային չի զարգանում։ Ես հա, ասենք բան կա, եթե գնում ենք դեպի
հեգելյան դիալեկտիկա, չգիտեմ, մարքսիստական մատերիալիզման, ասում եմ սպիրալաձև, չգիտեմ, զարգանում է, ամեն անգամ որակը փոխելով գալիս է նույն կետում կանգնում է, ասենք ոնց է սպիրալը, էլի, sense ինքը ինչ որ եթե գիծ քաշես, ինչ որտեղ, հա, մի գծի վրա է լինելու, բայց արդեն բան 3D վիճակում, հիմա կարող է ինչ որ կայսրություններ Աշոտի ասած այդ կորպորացիաներն են, այլ որակով տենց են արտահայտվում։ Իմ համար պատմությունը տենց է նաև ինչ որտեղ զարգանում, այսինքն նույն բանը կար հենց Մարքսը միած բան ունի, աշխատություն ունի Նապոլեոն 3-ի, թե Նապոլեոնի 9-րդ բրյումեր տենց ինչ է, էլի, ամսինն է, նոյեմբերի 9-ը բրյումերը ոնց որ ինչ որ պատմական շրջանի մասին է սկսում է հետևյալ տողերով, ասում է պատմությունը բան է, էլի, ոնց ասում էր Հեգելը, պատմությունը կրկնվում է երկու անգամ, առաջի դեպքում որպես բան, ողբերգություն, երկրորդ դեպքում որպես ֆարս, էլի, այսինքն միած սկզբում օրիգինալը ողբերգությունն է, հետո ֆարս, հիմա տես մի քիչ շատ գեղարվեստական, բայց մոտավոր դրա մասին է, էլի, իմ ընկալումը։ Հա, դե ոնց որ հիմա կարող է կներես Բելգիան եւ Ֆրանսիան դա ողբերգություններն էին կայսրությունների տեսքով, Մետան եւ Ամազոնը ֆարսն են, հա, կարա տես բանի։ Կա տեսանկյունը, որ Ռուսաստանը հենց այս Ուկրաինայի դեմ պատերազմով փորձում է նորից կայսրական մտածելակերպը շարունակի, որտեվ ստեղ իրանք տարածքը վերցնում են, իրանք ղեկավարությունը դնում են, ռեսուրսները վերցնում են, այլի շատ sense կլասիկ, տենց բայլաձև է կայսրական էքսպանսիայի, բայց ակնհայտորեն իրանց մոտ չի ստացվում։ Նույնիսկ եթե ստացվի Ուկրաինայի ինչ որ կտոր վերցնել, դրանով իրանք կանգնել են, որտեղ իրանք սախ ռեսուրսները սպառեցին դրա վրա։ Ոնց որ հնարավորությունը չկա տենց ինձ թվում է այդ ձևով, բայց նաև կա մի հատ էլ հարց, որ ազգերը ու պետությունները իմաստ կունենան միավորվել ինչ որ կայսրության տակ, եթե ինչ որ բնական ոնց որ պատճառ լինի տենց անելու ապագայում, այսինքն ինչ որ կլիմայական պատճառներով, որ ռեսուրսների վերաբաշխման ինչ որ կենտրոնական ուժ է պետք անպայման, որ մենք չենք կարել մանր կռվենք ոնց որ Եվրոպայի փոքր երկրներով ռեսուրսների համար։ Հայաստանը առանց Ռուսաստան չի կարա, ինքը միշտ սպառնալիքի տակ է, ոնց որ այդ միութենական պետության մասին էր մի քանի տարի առաջ, ահա որ ակտիվ քննարկվում Ռուսաստանն ու Բելարուսը միութենական պետություն են, արժի որ ուրիշ պետություններ միանան անվտանգային բաներից ելնելով, բայց հա աշխարհը ոնց որ տենց այդ ուղղությամբ չի գնում ինձ էլ է թվում։ Նու ես չեմ բացառում, որ կարա գնա ինչ որ պահի, ելնելով ոնց որ այն մտքից, որ ասենք Թուրքիան, ես էլի իմ ազգայնական բանի մեջ մտնեմ, Թուրքիան երբեք պանթուրքիզմի գաղափարախոսությունը մի կողմ չի դրել եւ Ադրբեջանն էլ այդ գաղափարախոսության մաս է, ու ես տեղ երևի հիշեմ Թաներ Ակչամը մի հատ հետաքրքիր աշխատություն ունի, կարանք վերապահումներ ունենանք նաև Թաներ Ակչամի վերաբերյալ, կոչվում է Ցեղասպան պետության ակունքները, որտեղ ինքը պատմում է, որ Թուրքիայում ապարտեիդի ռասիստական, կառուցվածքային ռասիստական ռեժիմ է ձևավորված 1918-23 թվականներում ձևավորված, որը շարունակվում է մինչև հիմա եւ Թուրքիան դրանից որևէ կերպ ոնց որ չի էլ ուզում ազատվի, ու քանի դեռ չի ազատվել ինքը որևէ ձև չի կարողանա մոտենալ իրական ժողովրդավարությանը, հավասարությանը եւ այլն, նաեւ ելնելով դրանից ես մտածում եմ, որ հա այդ ձգտումը կա այդ պետությունների մոտ, համ Ռուսաստանի, համ Թուրքիայի վերադարձնել իրանց այդ իմպերիալիստական շրջանը։ Okay։ Բայց ես վախի ոնց որ բանով չեմ ասում, որտեվ շատ դժվար է բան անել, էլի։ Հա, չէ, սա ավելի շատ տենց թեորետիկ բան է, ինձ թվում է տենց ինքը իրանով չի կարա տենց բան լինի, որտեվ ուժերը դժկոմ բալանսավորված են ինձ թվում է ամենտեղ, բայց եթե այդ բալանսը ինչ որ բան խախտի, օրինակ կլիմայական շատ ուժեղ փոփոխություն, որը կստիպի вообще ինչ որ երկրներ ուղղակի ֆունկցիոնալ չեն լինի, միգրացիաներ են նոր սկսվելու, ու ստեղ կարա նենց վերադասավորի, որ քեզ պետք է լինելու մեծ կենտրոնացված ուժ, որ այդ սախ կարա կառավարի, ոչ թե փոքր լիք ուժեր, որոնք իրար հետ պետքա պայմանավորվեն, էլի, որ մարդկանց փրկության հարց է լինելու այդ։ Տենց դեպքում, այլ մորակայինների գալու դեպքում կարող է մենք պետքա միավորվենք ինչ-որ հեգեմոնի տակ, որ բան, հա, բանը մի հատ տենց մեծ ուժի։ Ես հա բանը AI-ի շատ նոր։ Հա, մի հատ բան կա, մի հատ կորպորացիաներից էս AI-ից։ Մի հատ գրող կա ու AI-ի հետազոտող, որը շատ եմ սիրում, Էլիզա Ռուդկովսկի, ինքը հայտնի է շատ բան, տենց ֆանֆիկ ունի, կոչվում է Гарри Поттерի метод рационального мышления,
որ հրաշալի գիրք է, ոչ Հարի Փոթերից 10 անգամ ավելի լավն է, բայց ինքը վերջերս գիրքա գրել, կոչվում է If Someone Builds It Everyone Dies, որտեղ ինքը խոսում է super intelligence-ի մասին։ Օրինակ բաներ կան, հիմա դեպքեր կան, բանը, ասենք, չգիտեմ, AI-ին տալիս են ինչ-որ բանը սերվերի շախմատի հետ, շախմատ խաղա, այնպես кейսեր եղա էլի, չեմ հիշում, որ AI-ներ կա, OpenAI-ներ թե ինչ, ու հա, հենց OpenAI-ի բանն էր, մոդելն էր, ասել էին, ոբշեմ, հայտը խաղա հաղթի։ Հասկացել էր, որ AI-ը որ պարտվում է, մտել էր սերվերը ջարդել էր, բաման, հենց էր պրոգրամարը, որ կրվի։ Ու հետո բանը սկսում էին մորալիթի սովորացնել մոդելին, իհարկե փորձել էին ծածկել եւ այլն, որ տիպը այդ լավ չի, էլի, երբ որ քեզ ասում են հաղթի չի նշանակում կանոնները խախտելով բան, էլի, այսինքն վաղը մյուսօր մի հատ task տան։ Հա, դա սաղի սվաները կանջատի։ Կակրաս Յուտկովսիներ դրա մասին խոսում, որ երբ որ օրինակ Մանհեթենյան պրոյեկտներ ու ատոմային ռումն էին ստեղծում, դա էլ էր իհարկե շատ զարմանալի, որ մենք մեզ չոչնչացրեցինք ընթացքում հլվոր, բայց ամեն դեպքում դոնե ուներ պետությունները, որոնք ինչ-որ արգելքներ էին մտցնում, պայմանավորվում էին, նվազեցնում էին, այդ գարանտիրованное уничтожение-ի հարցը կար, այդ սա խոսացվում էր։ Այս դեպքում ոչ մի կառավարում չկա։ Այդ կորպորացիաներն են, որոնք այդ arms race-ի մեջ են, իրանք այտենց ոնց է։ Հա, իրանք մրցավազքի մեջ են ու ոչ մեկ իրանց ոչ մի ձև այս բանը չի կանգնացնում, հակառակը ամեն ինչ արվում է, որ իրանք ավելի արագ ու առաջ գնան։ Կարգավորումներ կան, այն բանի մասով որ ասում էի, չգիտեմ, որ Amazon-ը Ամերիկայա բան կամ բան եթող այդ հարցեր լուծեն, ունենք այդները մեր վրա այն իմաստով վերում, որ ընտրությունների շատ այդ deepfake-եր եւ այլն misinformation բան։ Նրանք Հայաստանը չի կարող ինքն իրանով մետայի հետ հարց լուծի, փուճու շուկա է, ինչ որ բանով դիմում ես, ասում են, տիպը ով եկել ինչ եք ուզում, որ ասենք վերիֆիկացիա անցի, բան, որ նյութ ես դնում մի հատ թող մոդերատորները ստուգեն, դաժե կարող չեն պատասխանում, բայց որ եթե բանաս EMA-ով ես բան անում, ասենք հայերը դիմում են EMA-ին, ասում են լավ կլի մետայի հետ խոսակ, այդտենց մեր համար ինչ որ դռներ բացվում են, ուզում եմ ասեմ, դա լավ բան էլի։ Թողենք մեզ թվում է որ տենց գնա բան առնելու էլի տենց շրպային ինտերնետը այնքան անվստահելի տեղ է դառնալու որ մենք էլի պետքա լոկալիզացվենք ու ինձ լուրջ թվում է որ մենք մոտակա 5-10 տարվա մեջ տենալու ենք լրագրողության վերածնունդ մի հատ որովհետև դու ոնց կարաս վստահես ինչ որ բանին որը չի ստեղծվել այն մարդու կողմից որին դու անձամբ ճանաչում ես Վիկիպեդիան կարա լրիվ sense վերագրվի ճանաչես ոնց որ ոչ մի աղբյուր ինտերնետում չի մնալու, որին դու կարաս վստահես, ոչ մի ձև, որովհետև слишком արագ է գեներացվում, слишком լավ է գեներացվում, ու արդեն օրինակ ես RP-ին գիտեմ, RP-ի պուբլիցիստիկան եմ նայում, որովհետև մենակ գիտեմ, որ ինքը իսկական վերիֆիկացված մարդ է։ Դա ասում ես, բայց ուրեմն պետք է digital image հավատաս։ Հա, թերթերը հետ են գալու։ Լուրջ եմ ասում, թերթերը հետ են գալու։ Մենք թերթեր ենք կարդալ, մեկի լիտեր դնում ես միտքը ինձ ուրախացնում է, ուրեմն ես գործ չունենամ։ Բայց եթե AI-ը տենց վախենալու է, ինքը կարա տիպոգրաֆիայի բաներն է խաղալ, չթող ինչ որ բան, պետք է արդեն բանը։ Չէ, չեմ ասում, որ ինքը տենց որպես արդեն տենց ղեկավար անելու, պրոստը ինքը իրանով այնքան է մուսորը մտնելու, որ դու ստիպած ապենա տիպոգրաֆիա կա, վերստալշիկները հետ կգան։ Վերջապես մարդիկ էլի գործ կունենան վերստ կանողները։ Այս բանը այսքան վաղ մոռացած մասնագիտությունն է։ Հաշտ եւ չեմ եւ անհանգիստ եմ որ բանը կայսրությունից ենք խոսում ամենակարևոր բանին չեն կպել кейսին չկա Ռոմին Ռոմին դու կայսրություն բառն է իրանցից գալիս էլի մեզ նայում են տղամարդիկ այն մեմը տեսած կլինեք որ ասում է աշխարհում չկա տենց տղամարդ որը իր կյանքում գոնե մի անգամ չի մտածել ռոմեական կայսրության մասին Էրնեստ դու մտածել ես Կյանքում գոնե մի անգամ հռոմեական կայսրության մասին։ Բայց չէ, տենց եղել է, որ քննելուց առաջ մտածեք հռոմեական կայսրության։ Շատ ալին։ Ոնց որ բան եմ առանձին պատմության մասին ես մտածում, դից պատմության ամենա չգիտեմ հերոսական ռոմանտիկ շրջաններից մեկը երևի բանն է, էլի հռոմեական կայսրությունն է, հանրապետությունն հետը։ Ոնց որ ավելի հետաքրքիր է եղել Հունաստանը Ոնց որ ես այդ Հա, բայց որ օրինակ խոսում ենք կայսրության վատս, ինչքան եվրոպական բան է, այտենց վատ кейսերի, բայց ասենք Հռոմի մասին չենք խոսում։ Հա, բայց Հռոմն էլ իր վատ բան ունի։ Ըստ հետաքրքիրն է, որ չնայած արդեն ինչքան ժամանակ հռոմեական կայսրություն չկա, բայց կարելի է դիտարկել, որ մենք մեկա հետևանքներն ենք տենում դրա։ Այնքան բանի, դա էլի ֆանտաստիկ է։
մտածողությունից իրավական միջև ամանայում այդ բանը Roman law-ն բան սրբություն է, էլի, այսինքն սկզբունքները վերջացրած Եվրոպայի ենթակառուցվածքներով, այնտեղ մի հատ այնց ինչ-որ բայկա պատմություն կա, որը բանը ասում է թե ինչի է space shuttle-ի բանը դիամետրը թռնելու այնքան ինչքան որ կա, որտեվ այդ եկել է հռոմեական ճանապարհների ու երկու ձիու բանը տազի լայնությունից այդ ճանապարհը սարքել են որ երկու ձի անցնի, այդ ճանապարհի տրամաբանությամբ լիքը ենթաբան են գծել, որ կարողան այդ ճանապարհով անցնի, մինչև հասել է space shuttle-ի դիամետրը, էլի։ Ու այդ չգիտեմ ինչքանով է ճիշտ, բայց այդ պատմությունը կա, ինքը շատ մեծ ազդեցություն ունի։ Այսինքն մինչև Բրիտանիա, մինչև, չգիտեմ, Մերձավոր Արևելք, մինչև հիմա շատ բաներ կան, որոնք հռոմեական կայսրության ենթակառուցվածքի տրամաբանության շարունակությունն են, էլի։ Ես չքան գիտեմ ընդհանրապես բանը, էլի, emperor բառը ինքը եկել է, որտեվ իրանք թագավոր չէին ուզում այն ուղարկի, որտեվ տենց ոչ թագավոր պետքա չլինի, ուրիշ բառ էին հորինը, ինքը ժամանակ emperor-ը ինչ նշանակում, ուղարկի մարտական լիդեր է, չէ՞, որ ծր ինքը ցենց ասենք եղել է Ռեքսը, որը թագավորն է եղել, ու հանրապետական շրջանում, ինչ հանրապետական է եւ եղել է, այդ իմպերիա տերմինն է, որը դու նշանակում է իշխանություն։ Այսինքն մոտավոր տիպը նախարար կամ նախարար, քանի որ մեր մոտ նեղ է, կարա բան էլի ցանկացած բան, չինովնիկ, որը կարա ռազմական է, այսինքն ինչ որ եթե զորքի լեգիոնի հանդեպ դու իմպերիա ունեիր, հատուկ տենց ինչ որ ատրիբուտներ, աթոռ ունեիր, բան sense նստում էր, այդ քո իմպերիան էր, էլ։ Տենց բան կա, ասում է Օսմանյան կայսրությունն ասել է սխալ է, որովհետև սուլթան է եղել այնտեղ, պետք է ասել Օսմանյան տերություն, ուղղակի սուլթանը, երբ որ Գերմանիայի կայսրի հետ համագագրության մեջ էր, տակը ստորագրում էր սուլթանի փոխարեն կայսր, որ հավասարը հավասարին տրամաբանության մեջ լինեն շփվել։ Մալի բայկա, որտեղ տրամաբանության բրիտանականն է կայսրություն չես կարող ասես, որտեղ թագավոր էր էլի։ Բայց ինչի են ասում կայսր։ Դա որտեղ կայսրություն է եղել։ Այսինքն մեծ է եղել եւ կայսրության տրամաբանությամբ դրա համար էլ կայսրությունն է, դից բան կա, չէ, հակառակ խոսքն է կա բանի սրբազան հռոմեական կայսրության, որ Նապոլեոնն էր ասում էր ոչ սրբազանա, ոչ հռոմեական, ոչ կայսրություն էլի։ Բայց մի հատ տարբերություն էլ կա ամեն դեպքում Օսմանյան կայսրությունում պետական կառավարման մոդելը չի համապատասխանել այդ շրջանում եղած այլ կայսրությունների կառավարման մոդելին ու ինքը ուղղակի այդ նույն տրամաբանության մեջ չի գործել, որ իրան համար էր որպես կայսր, ինքը եղել է սուլթան, այնտեղ այլ կերպ է հարց է, էլի, այսինքն կայսրությունն ա եղել։ Չի Օսմանյանը կայսրություն ասել, հռոմեական կայսրություն ասելուց հետո մի տեսակ sense դուրս չի գալիս։ Իմ ճաշակով էլի, իմ ընկալմամբ Օսմանյանն էլ է կայսրություն, բրիտանականն էլ։ Այսինքն կամ կարանք ասենք չէ, իմ համար այդ բան չի փոխում էլի, այսինքն պատմական իմաստով։ Ուղղակի տենց է։ Վարկի ավելի հաճելի է։ Տենց ենք սովորել պրոստը, չգիտեմ, ես գոնե իմ մասով կամ ասեմ, որ դրան եմ սովորել, որ դրանք կայսրություններ են։ Մաններ, Ռուսաստանում մնաք կար իմպերիա սուշի։ Սուշի։ Իմպերիա սուշի կաֆե կար։ Որիկը կայսրություն էր կոչվում, ուզում ասեմ, դες չի որ սարքում էր կայսրությունը, այդպես աններից է կացում։ Լատինեն այն բանը, բաժանի որ տիրեսը դիվիդե էս իմպերիա, իմպերիան տիրել իշխանության տրամաբանությունն է, էլի։ Ունդեղ բանել, այսինքն դասական իմպերատորը, հենց այդ որ ասում տարբեր իմպերատորներ կային, իմպերիա ունեցողներ կային, ոնց որ այդ բաներ նշանակում էլի, նաև ինչ-որ բան կա, ռանգի կար, իերարխիա կա, որ դու եթե այս իմպերիան ունես, ավակության սկզբունքով մենակ քեզ կարան ասեն եւ այլն, ու բաներ, եթե իմպերիա ուներ, Հռոմի մեջ մի հատ տարածք կար, որում դու զենք չես կարող ունենալ, այդ բանը, հենց մետրոպոլիայի տրամաբանությունը տեղա, որ դու իշխանությունը այդ իմպերատորը, բանա, տարբեր չինովնիկները այնտեղ քայլում են, ախրանա ունեն եւ այլն, բայց իրանք զենք չունեն։ Բան ջիպոտներ ունեն, բայց բանը այդ ֆասցի ֆաշիզմ բառն էլ ատեից գալի ջիպոտներ են, բայց այդ տապորը կացինը չունեն։ Հենց այդ տարածքից դուրս էին գալի ու արդեն Հռոմը չէր համարվում, այդտեղ արդեն այդ կացիները հագցնում են, ցույց տալով, որ այստեղից ազատությունը վերջանում։ Այդտեղ տենց բանը գլխափոփոխությունը 80-ականներին է սկսվում, երբ որ Սուլանն ասում է այս գլխավոր իմպերատորն է, զորքով բանով, արդեն ես կարամ Հռոմում որ բան կա, պատմություն կա, որ առաջի մարդը որ զորքով մտել է
հենց հռոմեացի էլի, Հռոմ, այդ Սուլանա, մի քիչ դրա համար լավ չի հասկացում, միտքը է դա, որ ինքը իր ախրանային ասել է սա հենց հետո բանը, այդ կացիներով ման կգա, որ ցույց տան, որ մենք ենք ստեղ գլխավորը, էլի, այսինքն մեր իմպերիան ամենաբարձր իմպերիան է, ու դրանից նաև այդ իմպերատոր բառի շարունակությունն է գալիս։ Բայց բանա չէ, sense, որ sense լսում ես մանկական ինչ-որ վիճակ է, չէ։ Բակով ինչ ռազմարկեքի թեմա է։ Ահա, որ քաղաքականությունը մեծ հաշվով է դա, այսինքն ինքը ուժերի բան ինչ-որ բան բարթացված կոմպլեքս ինչ-որ բան։ Մենք դրա համար մենք կրուտո ենք, վсё։ Այս կոնկրետ չէ, որ ուժեղ զենք է, просто սիմվոլիկ այս կացները մենք կարանք հակել։ Տիրապետելուց է ասում, բանը տարին մեկ պոլիպետն էլ հա կրակում, պատկերացրա։ Չէ, բայց պատկերացրա էդի բանը ինչ դոգմայի ջարդել է, էլի 500-600 տարի ինչ-որ սկզբում, որ այս տարածքը մեծ Հռոմի կենտրոնում մեն ոչ մեկ չի կարող այդ բան, ասում եմ, եթե ես կարող եմ, ուրեմն ես բանն եմ, էլի բացարձակն եմ։ Հետաքրքիր է մտածել նրա մասին, որ եթե ինչ որ երկիր հիմա վերցներ ու sense պատերազմ գցեր ամբողջ աշխարհի դեմ ու նվաճեր ամբողջ աշխարհը, sense բացարձակ ամեն ինչը։ Իսկ դու որ երկիրը կուզեիր այդ լիներ։ Ես կուզեի, որ այդ լիներ Նոր Զելանդիան։ Մոտիկ է։ Ոչ, բանա, sense սաղ վերցնում են, որպեսզի ստեղծեն կայսրություն։ Կարակն է սիրում Նոր Զելանդիա։ Անկոր։ Որտեղ դե մատանիների տիրակալը նկարվել է ապի։ Ոչմ, սաղ վերցնում են, ու այն բայ որոնք վերջի երկիրը ոնց որ բան են անում, վերցնում են կայսրության մեջ, այլևս այդ կայսրություն չի, որովհետև չկա ոչ մի բան, որը կայսրություն չի, որից դու կարաս բանես, դուրս դյան համարես ջոկմես։ Ու դա դառնում է նորից մի հատ աշխարհ։ Նոր երևույթ է դառնում։ Դե որտեղ բան է, էլի նես չի, որ ինչ որ մեկը հետո կարա քննարկես կայսրությունը, կայսրությունը պրոստը է սա։ Ինքը իրեն տենց դուր կգա, երկիր մոլորակն է, պրոստը, երկիր մոլորակն է, կայսրությունը չի ջոկմես, ու ապագայում եթե խոսքը մենք դա երկրի կայսրություն։ Իսկ եթե բան անենք, մտածենք, որ Աստված կա, ու Աստված օկուպացրել է երկիրը։ Հաղորդումն ասում Աստված կա, չէ, Աստված կա։ Աստված կա, Աստված կա։ Ինքը օկուպացրել է։ Ինքը կայսրն է։ Նետի բան ես Star Wars չեմ նայ, բայց ինչ Star Wars-ի բանի նման չի, թե դու չես նայ։ Ես նայել եմ շատ չկա այնտեղ տած է որ Պալպատին է իմպերատոր բան։ Չէ, դե հա, Պալպատինը դեմք է, հա։ Բանա։ Ամենամեծ իմպերիան է պատմության մեջ ու ամենաերկար պահպանված Պալպատինի իմպերիան։ Այդ օրինվածների այդ պետքա շեշտել էլի։ Չէ, ես չեմ նայել։ Ես մենակ գիտեմ, որ Ջոզեֆ Կեմբելի Հազարադեմ հերոսը գրքի հիման վրա է նկարվել Ասկային պատերազմները, հա։ Ստրուկտուրան է всего лишь, это вообще հիման վրա է շատ բան է։ Ну ոգեշնչվել է, էլի։ Ավելի շատ ճապոնական կինոից է ոգեշնչված, քան դրանից։ Դե հիմա դրա ռեժիսորն է ախպեր ասել, որ ինքը ոգեշնչվել է, ու ինքը բանա, ստրուկտուրան տենց է գրել, բայց այդ Ջոզեֆ Կեմբելն էլ անալիզ է արել դրանից առաջ եղած պատմությունները։ Ջոզեֆ Կեմբելի Հազարադեմ հերոսը գրքի 246-րդ էջից ոգեշնչվել է ռեժիսորը։ Ուզում ասեմ իր այդ գիրքը գրված է նրա իման վրա, որ ինքը հետազոտել է, ոնց է մենք պատմությունները գրում դրանից առաջ։ Առաջինը, ով որ հետազոտել է այդքան տարբեր անկյունների, տարբեր ինդեքսներ կան։ Ինքը հետազոտել է ոնց ենք մենք պատմում պատմությունները բնական ձևով ու նկարագրել է ու հետո դրանից հետո որ մարդիկ սկսել են նորից բնական ձևով պատմել պատմությունները, հիմա այդ վերագրում են իրան։ Ճոգոս ինքը ուղակի տեսել է ոնց ենք մենք այդ անում։ Այդքան բանը կատալոգը սարքել է։ Բանը սարքել է։ Դե բայց ուրելի տենց օրինակ են կարծեմ հավասխալ եմ ասում Արնե Թոմսոն բան երկու հոգի կան, որոնք հեքիաթների ինդեքսավորում ունեն, էլի, այսինքն ասում են 6 տեսակի հեքիաթ կա, SS ստրուկտուրայով, ենթա ինդեքսներով, ասենք, չգիտեմ, ասենք բանես անում, ասում ես այս հեքիաթը, բանը որ любой հեքիաթի Վիկիպեդիա բացես, ասում է Արնե Թոմսոնի ինդեքսի այս բանով է, էլի, ինքը են գնում։ Կնայում։ Հա, տենց բան, կայսրությունների մասին հորինված տեզերներում բանն է, foundation-ն է շատ հետաքրքիր, որ Ազիմովի գրքով է, բայց հենց կայսրի պահը հենց սերիալում են մտածել, ես գիրքը չեմ կարդացել, բայց սերիալում ասում եմ, դա շատ միջակ սերիալ է իմ համար, բայց ընդ կայսրի գաղափարն է շատ հետաքրքիր, որ ինքը կայսրը 3 հոգի են, առավոտ, ցերեկ ու երեկո։ Ու իրանք կլոններ են, նույն մարդու։ Մեկը պարավա, մեկը սենց այս պայն ղեկավարողն է, ու մեկը երեխան է, որը սովորում է։ Ու իրանք անվերջ շարքով այսենց գնում են, ոնց որ նույն մարդն է, նույն կլոնն է, անվերջ կա իր մեջ։ Ու դե սերիալի բանի հետ կապված լիքը տենց բաներ կան, բայց ընդ տենց ոնց որ կարևորվում է։ Հետաքրքիր է որ Ազիմովը պատմությունները համասեն որ անձերը կարևոր չեն։
դեպքերն են կարող իսկ սերիալը մի քիչ ավելի նրա մասն է որ այս անձի հարցն է որ ինքն է տենց կայսր էլի որ տենց կարևոր է ինձ դա քիչ вообще տենց բան անձերը պատմության մեջ իրոք կարևոր են եղել կայսրերի թե ուղղակի բաներ խորը փիլիսոփայական հարցը պատասխանը կարևոր են եղել ինչու՞մ պատմությունների զարգացման այսինքն օրինակ բանը երբ որ մենք խոսում ենք Տիգրան Մեծի մասին հա որ էլի պատմության մեջ որ մեզ տենց պատմությունը մեզ տենց է հասել տենց սովորաբար քննարկում որ սա հարցն էր որ հենց Տիգրան Մեծը արդեն չկար էլ հնարավոր չէր պահել տարածքները այդ կայսրությունը արդեն հնարավոր չէր պահպանել որ այդ անձը մենակ կարող է տաներ բայց արդյոք պատմականորեն տենց բան կարա լինի որ մի անձը այդքան ուժ ունենա օրինակը լավը չի հարցը լավն է որովհետև պատմությունը նաև հենց ասում է որ Տիգրան Մեծը արդեն վերջում էլ չէր կարում պահեր ոնց փաստացի չէր պահում էլի այդ որ գնում է չգիտեմ Պոմպեոսի մոտ եւ այլն արդեն ինքը կար բայց չէր կարում պահեր բայց հա իրական ֆունդամենտալ պատմաբանության պատմագրության մեջ հարցը ինչքանով է կարևոր այդ մատերիալ զարգացումը որտեղ անձի դերը էլի շատ բան է օրինակ Հեգելը ասում է մեկը ինչ որ անձեր ինչքան էլ այդ օբյեկտիվ բանը կա զարգացումը ինչ որ անձեր մեկը որոշիչ են էլի այսինքն ինչ որ բայ գալիս է այդ անձի որոշիչ լինելու հարցը այսինքն ուրիշ մարդ լիներ ուրիշ ձև լիներ ուրիշ որ պատմությունը ռեյ ուրիշ ընթացք ունենար էլի համել ինչքան հեղինակություն է ունենում ինքը մնացածի համար իր ոնց որ ենթականների համար ոնց են կատարում այդ որոշումները հրամանները ու ինձ թվում է տես տարածվում է ազդեցությունը ինձ թվում է կապ ունի էլի միացած հետաքրքիր բան կա այդ անձերի ուղեկավարությունը այդքան էլ կայսրության կապված չի ուղղակի այդպես վերջերս մեկ լավ վիդեո է դրա վրա ներ նայ օրինակ երբ որ այդ ատոմային ռումբի պատմությունն էր հա ու ձևավորվեց այդ mutual assured destruction-ը հա այսինքն եթե դու իմ վրա կրակես ատոմային ռումբով ես է կկրակեմ մենք երկուսս էլ ոչնչացված ենք լինելու ոչ մեկ չունի նպատակ այս պատերազմի մեջ պատերազմելու ճիշտ է ու հիմա ինչ հիմա պատկերացրեք որ դու ղեկավարն ես երկրի հա որը դուք մի պատկերացրեք չէ պատկերացրեք մի վարքյան որ դու ատոմային ռումբով երկրի ղեկավար ես ավելի վատ ու քեզ գալիս է ինֆորմացիա որ քո երկրի վրա կրակել են ատոմային ռումբով ու այդ սխալ չի հաստատ всё ռումբերը գալիս են դու կկարակես փոխադարձ Նեսխան մարդու ես արդյուն տալի Ասում ինքը կլիրեն մարդը որ առաջինն է կրակես Չէ լուրջ Նայած ով է կրակել Թուրքերը արփի Տիգրանին տուր ես հարցը իսկականից ես դու կկրակեիր Եթե օրինակ լիներ Ամերիկայի Ռուսաստանի հակամարտություն դու դեպքերից մեկի բարդ հարց լավ ենթադրենք չէ չգիտեմ Հետաքրքիր է նա որ ոնց որ որպես ղեկավար դու պետքա նենց կեցված կունենաս ունես ոնց որ տպավորություն ստացես որ դու հաստատ սխմելու ես բայց ցանկալի է որ չսխմես որտեվ դա սոժը Դե սարը պատերազմի ժամանակ Ամերիկան ու Ռուսաստանը որ հաստատ սխմելու էին Դե հա չես իմանում ինչքան Դե պատմությունը կա չէ ամերիկացիք պատմեն իրանք են մի հատ հասարակ զինվոր ունեցել որ չի կրակել սա ռուսները պատմեն որ մի հատ ինչ որ Պետրով ա եղել որ ինքը չի միֆականացված է հա դա միֆականացված է Դե հաստատ ալտայիններից ձգած այսքան էլի հարց է այդ պատմության անձի դերի էլի Ինձ թվում է մենակ մի հոգին չի որ կասկածա ունեցել այդ կնոպկեն սխմելու այսինքն ինչ որ կասկածներ եղել են մի քանի հոգի 10 անգամ քննարկել է վերևա գնացել իջել է բան գա ու այդ process-ի մեջ որոշվել է որ չկրակել էլի գնահատել բա որ ասենք ավելի շատ երևի են միտքն է բա որ ինքը չկրակի էլի ասենք ես առաջինը կրակեմ բա որ ինքը չկրակի Չէ դե հարցն է որ ոնց որ դու ասենք թե քո վրա թռնում է այդ ռումբը դու հիմա սենց ընտրության առաջ ես կանգնած կամ մեր ոնց որ երկրի չինելու կամ ամբողջ աշխարհը ոնց որ մի քիչ բան է շատ տարօրինակ ընտրություն աշխարհը եթե մենք այնտեղ չենք լինելու ես չգիտեմ որ պատասխանեմ YouTube-ը ինձ բլոկելու է ԱԱԾ-ն իմ հետևից գալու է ինձ իզոլացնելու է որ ես երբեք որևէ բան ոչ մի եթե տունը ատոմային ռումբ չունես հարստացված ուրանի պաշարներ չունես ասած ճիշտն է որ ղեկավար ընտրելուց ինչ որ երկրի հա կամ թեկուզ ինչ որ տենց եթե մենք խոսում ենք կայսրերի մասին թեկուզ իրանց անձի կարևորությունը կարած նաև ստեյս գա թե ինչքանով են սա մտածում որ իրանք գիժան այնքանով որ իրանք ստոպ չեն ունենա որ իրանք միջև վերջ կգնան լուգոյ հարցում էլի քաղաքականության այսին բանն է սուբյեկտիվ շատ ընկալումն է որ ինձ թվում է որ քաղաքականությունը ընտրում է տենց մարդկանց իրական այսինքն ինքն հենց համակարգը
որ բան է, էլի, ովքեր քննադատական մտածողություն չունեն կամ քիչ ունեն, ովքեր հարցեր քիչ են տալիս, համակարգը դա նեգատիվ սելեկշն անում հենց այդ մարդկան, որովհետև դու պատկերացրա ինչ որ բան ես առաջնորդ ես ու ամեն անգամ քո ասածի վրա կասկածում ես, ասում ես ժողովուրդ գնացին գնդետ, ասում ես բայց կարող է, չէ, կարող է սխալ է, հետո ասում ես հետ է, քեզ ոչ մեկ չի բան անել, այդ լիդերշիփը չի հարգելու։ Իսկ միշտ լիդերշիփը նա ասում է, որ կասկածի տակ չենք ջնում, ճիշտ ենք եւ այլն, մարդու շրջան կոնսոլիդացիա, էլի, այտենց բանտարկալի դիլեմայից, որ եթե ուրիշ երկրների ղեկավարները տենց են, ցանկալի է քոնն էլ տենց լինի, էլի, որովհետեւ շատ դժվար է լինելու դու բանակցը, քո ղեկավարը բանակցի տենց մարդկանց հետ, երբ որ ինքը տենց չի։ Իմ ասածը նա որ հենց դրան չի էլ հասնում, այսինքն համակարգը հենց է, որ ինքը ընտրում է մարդկանց, ովքեր բան են, էլի, տենց ինքնավստահ ու հարցը տվեցիր անձի կերպարի բանի մասին, Կալիգուլան որ շրջանում է առաջին դար։ Մի անգամից ոնց որ իմ մտքին Կալիգուլան է գալիս, ու ես ոնց որ շատ չեմ կարդացել իրականում իր պատմությունը, ես կարդացել եմ Կամյուի Կալիգուլա պիեսը, էլի շատ լավն է, կարդացեք, այնտեղ Կալիգուլային ինքը տենց նկարագրում է, ահա որ բան էլի, շատ փառասեր ու սահմաններ չունեցող, որովհետև վերջում ասում էր ես Լուսինն եմ, չէ, ուզում եմ որ ուրիշ ոչ մի բան արդեն չկար ուզելու։ Ես այդ կարդալուց էի մտածում, որ եթե հենց դրա ազդեցության տակ էլ, այսինքն պատկերացրա Հռոմի կայսրն ես, ըստ էության ամենահզոր պետության միակ բացարձակ իշխանությունը, որ ձիուտ ինչու սենատոր ես սարքում, չգիտեմ, բանը մատի ճտոցով ես անում, են եկան, կգժվես էլի, այտենց ոնց կարաս չգժվես, այսինքն ոչ մի բան քո համար այդ մորալիթին սահմանափակում հակակշիռ որ կա, չի գործում էլ, այսինքն դու այդ բանը արդեն հաղթահարում ես, մտածում ես այդ աստված դու ես, էլի։ Ու Կամյուի պատումը ինձ թվում է ավելի շատ տենց էր ներկայացնում, այլ բան դե իրական կայսրը ինչ է եղել, պրոստը կարող է ինչ-որ գենետիկորեն հիվանդ է եղել, էլի։ Ամեն ինչը ոնց որ խփնվելու ավելի շատ, տենց գժվելու, ցնդելու մասին, որ վերջում մարդը կարա պարտադրի, եթե չեմ սխալվում, պարտադրում էր, չէ, իր վասալներին, ոնց որ իր ենթականերին Լուսինը իր համար բերել։ Եթե ճիշտ եմ հիշում։ Դե կարող է պիեսում տենց է լինի, բայց դե հա իրականում չգիտեք։ Չէ, իրականում դե չէ, դե իրականում առնվազն պատմագրությունը ասում է, որ ձիուն սենատոր սարքել էր ու ինչ որ զորքին է բան էր Նեպտունի դեմ պատերազմ էր հանը, ասում էր գնացեք ծովը ծեծեք, որովհետեւ այսպես այդ ոնց որ պատմությունը ֆիքսել է, էլի։ Մի հատ պրովոկացիոն հարց տամ վերջերում ենք, չէ՞ արդեն։ Հա։ Օրինակ Թրիփը կոլոնիալիզմի օրինակ է։ Թրամփի ուղի հանուն խաղաղության եւ վարգավաճման որ հենց Թրամփի ուղին է, ջոգում ես, մեր երկրում լինելու Թրամփի ուղին։ Թվում է չէ, որտեվ բան կարաս ֆրեյմվորքը դնես, եթե ֆրեյմվորքը դնես, որ ամեն ինչ կայսրությունների մասին է, կարաս պատասխանես, հա, բայց այդ դեպքում ցանկացած առևտրային բան, ինչ որ ուղի հաղորդակցության ձև դուրս է գալու, որ բան է, էլի։ Կայսրության շարունակություն Թրիփը ինքը իրանով նենց բան չի, որը մենք կուզենայինք ուղակի։ Ինքը ինչ որ sense բան է, ինչ որ բան է, որը մենք պարտադրված վերցնում ենք, որպեսզի ինչ որ ուրիշ վատ բաներ չլինեն։ Դից ինքը բացարձակ լավ բան չի։ Իսկ բացարձակ լավ բան կա։ Դե հա, քաղաքականությունը, քաղաքական ինչ որ որոշումը կարաս ասես, հա, միշտ trade-off է, այս trade-off-ը դրանից է։ Ավելի դից Տիգրանի մուդի մեջ եմ, երբ որ պետք է ասում եմ, դա դժվար է բան անել, որովհետև կոնֆլիկտ է եղել, այդ կոնֆլիկտի հանգուցալուծմանը այդ պետությունն է մասնակցել, եթե ժամանակակից աշխարհաքաղաքականության տրամաբանության մեջ նայենք, ինքը միջազգային հանրության մի մաս է եղել, լուծել է, հիմա իր ներդրումն է ունենում, անունն էլ դրած է հանուն խաղաղության եւ բարգավաճման, չէ։ Ուղղակի անունը Թրամփի է, որտեղ Թրամփի անուն օֆիցիալ չկա էլի, այդ ոչ ֆորմալ բանն է։ Կա օֆիցիալ, ոնց է Թրիփը տենց է բացում, Թրամփի ուղի հանուն խաղաղության եւ բարգավաճման։ Ես է ինքս տենց վերջնական պատասխան չունեմ, ինձ թվում է կրասկի է ավելի շատ տենց այս բան ռետորական հարց է, որը դաժե իր ոչ մի պատասխան դաժե ոչ մի բան չի փոխում մեծ մասով, էլի։ Պրոստը մեր ոնց որ ընկալման հարցել է, որ այս դեպքում ես շատ քիչ նեգատիվ բան եմ լսում Թրիփի մասին
որովհետեւ ակնկալում ենք, որ այս բային կարող է կենսական նշանակություն ունի, որ ինքը բան լսում ենք, շատ են ասում։ Մերան ասել է, որ ոնց որ շատ միջանց ենք տալիս մի քիչ դրա մասին է խոսակցությունը ավելի շատ, որ դե մի քիչ sense որ անենք, ավելի լավ է, բայց ինքը ամեն դեպքում պարտադրված բան է, էլի, ու ոնց որ ես չեմ ասում ինքը չպետքա լինի։ Ես ուզում եմ ասեմ, որ եթե մենք տենց հակված ենք անընդհատ խոսանք, որ գիտեք, Հայաստանը գաղութ էր անընդհատ սովետի, Ռուսաստանի բանի, ի՞նչն է փոխվել, էլի։ Այս նույն տրամաբանության մեջ մենք կարող մնանք կամ մենք պետք է ընդունենք, որ մենք առաջ էլ չենք եղել գաղութ ու հիմա էլ չենք։ Ու պրոստը մենք այդ trade-off-երի մեջ ենք։ Այդ հա, ես դրա հետ համաձայն եմ, այդ հայկական քաղաքականության իմ սիրած էջերից արտահայտություններից մեկը այդ պարտադրված հետ կապված 16 թվի են կൂട്ടակային կենսաթոշակի ցույցերներ եւ այլն, Հովիկ Աբրահամյանն էր վարչապետը։ Իսկ իմ կարծիքով իր speech writer-ը Հայաստանի ամենալավ speech writer-ներից է։ Ճանաչում ես։ Չէ, չգիտեմ, բայց միշտ խոսքերը տենց բեսամ հետաքրքիր էին, էլի, տենց շատ catchy էին, ման։ Մի անգամ բան արած, ասես մենք պետք է հենց անենք, որ այս ռեֆորմը լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված։ Սա խնդում եմ, բայց ինչ-որ լուրջ միտք կա, էլի, որ այսինքն ինքը հարկերն էլ են պարտադիր, բայց մարդիկ գնում են տալիս են այդ հարկը։ Այսինքն ինչ-որ շահագազը հիմա trip-ն էլ կարանք ասենք, կարա լինի պարտադիր, բայց պարտադիր, այսինքն պահանջը լինի, որ դու դրա բանը զգաս, բայց քեզ impose արած չլինեն, էլի։ Պայմաններ են ստիպել, որ ոչ թե ստիպված լինես, այլ բան, այտենց գիտակցված պարտադիր լինի։ Ինձ թվում է շատ անգամ կառավարությունը հենց փորձում է տենց բան միջավայր ստեղծի, որ թվա որ ամեն ինչը էս մեր միտքներ, էս մենք ենք ուզում, նես չի որ մեզ պարտադրել են։ Մենք մի անգամ այդ որ խոսում էինք, ես ասում էի որ ուրիշ ձև չի էլ կարա։ Թե դու էիր ասում, ես էի ուրիշ բան ասում։ Շատ խնդալու է։ Ասա դու էիր ասում, ես չի ասում։ Մեզից մեկը մի բան ասում է։ Ուղղակի մենք տարբեր բաների մասին ենք պնդումներ անում, հա։ Իսկ հիմա մի անգամ այն բանի Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչման թեմայով ես ասում էի, բայց ուրիշ ձև չճանաչեցին տենց էլ։ Քնեսեցից հետ կանչեցին, հա։ Արդեն ճանաչել են պատկերացրել։ Ես ասում եմ, որ այդ արդեն ճանաչում է, բայց հիմա արդեն այս վերջնական իրանց ասեմ պատկերացրել այդ արանքում հայերը մի բան խառնով էին տեղել։ Այդտեղ ես էի ասում, որ ոնց որ ուրիշ ձև չերել կարա աներ, բա ոնց որ արձագանքեր, ու մի հատ ուրիշ թեմայի ժամանակ էլ մի բան ես էի ասում, Աշոտներ ասում ուրիշ ձև չեր։ Երևի ես կանեմ։ Հա, приятно նստեցինք։ Ամել քանի որ հետաքրքիր է իմ համար, չգիտեմ ձեզ հետաքրքիր կլինի թե չէ, թե դուք մտածում եք, որ գերմանացիները մենակ հрьяաներին են ցեղասպանել, ապա նրանք ոչ 1904 թվականին ցեղասպանել են Նամիբիայում հերերոներին ու նամաներին, եւ դա կարծեմ 100-ամյակի պատմության մեջ 100 արդեն քանի առաջին ճանաչված ցեղասպանությունն է եւ Գերմանիան 2021-ին ընդունեց, որ ինքը ցեղասպանություն է արել այնտեղ։ Մինչև դա կարծեք Հռոմի պատմություն։ Մի խոսքով կոչել է։ Կարակալ կոչեր ավելացնի ես։ Ավելացրեք կոչեր։ Հա, ես սերշո կոչ եմ անում, որ դուք գրեք ինչ թեմա կարանք կպցնենք մատանիների տիրականին, որ Արփինն նայի վերջապես այդ ֆիլմը։ Կփորձեմ, չեմ խոստանում, որ բան չանեմ, էլի հետո խոստումներս բան չանեմ։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, եղեք մեզ հետ։ Հետևեք Infocom-ին, Facebook-ում, Telegram-ում, YouTube-ում եւ այլուր։